Կամաց կգան, շարունակենք։ Դուք հիշում եք նախորդ դասախոսությունների ժամանակ մենք խոսեցինք իրավարար վճիռը որպես հետևանքների վերացման ուղի, այսինքն պահանջատիրության մասին։ Հիմա եթե հիշում եք, ուղղակի արագ-արագ անցնեմ բուն նյութին։ Այս երկու հարցերին անդրադարձանք իրավապայմանագրային հարաբերություններին, նշեցինք պայմանագրերը ինչ էին պետությունների միջև կնքված, անդրադարձանք այս 5 պայմանագրերին, այսինքն մենք խոսում ենք նրա մասին ինչը չի որոշում Հայաստան-Թուրքիա սահմանը, այսինքն դա է։ Եվ այդ որոշելով եկանք, որ ասենք Սևրը օրինականաբաց ուժի մեջ չի մտել, Ալեքսանդրապոլ-Մոսկվա կարս, անօրինական փաստաթղթեր են եւ Լոզան։ Իմիջիալոց վաղը ժամը 10-ին Ակադեմիայի նախագահության դահլիճում սկսում է բան, գիտաժողովը Աթաթուրքից մինչև Էրդողան։ Հետաքրքիր զեկույցներ կան, ես խոսալու եմ երևի 3-ից 5-ի արանքը։ Պայմանագրերի մասին խոսած։ Հիմա։ Բաց է, կարող եք գնալ, իհարկե։ Չէ, պատմության մասնաշենքը չէ, նախագահության կլոր սեղանը կենտրոնական մասնաշենք երկրորդ հարկ։ Այսինքն դա միջազգային գիտաժողով է, զեկույցները կլինեն հայերեն, անգլերեն, բայց նաև թարգմանություններ կլինեն։ Հիմա անդրադառնանք այն հարցին, իսկ ինչով է որոշվում Հայաստան-Թուրքիա սահմանը, եթե չի որոշվում այդ նշած պայմանագրերով։ Հուսամ որ կարդացել եք շատեր եք այդ գիրքը, այդտեղ շատ բաներ կան, նաև հարցերին կանդրադառնանք։ Ուրեմն որոշվում է այս վճռով, այսինքն Վուդրո Վիլսոնի 1920 թվականի նոյեմբերի 22-ին կայացված Հայաստան-Թուրքիա սահմանը որոշող իրավարար վճռով։ Այստեղ դուք տեսնում եք այդ վճռի առաջին երկու էջը։ Այն կապը գիրքի մի հատ վերելի բան է իրավարար վճռի։ Հիմա ես մի փոքր նախընթացը պատմեմ, որ ձեզ համար հասկանալի ոնց ստեղծվեց այդ ամբողջը եւ ինչ իրավական հիմք ունի։ Հիշենք, որ պատերազմը ավարտվեց 1918 թվականին Թուրքիայի համար հոկտեմբերի 30-ին Մուդրոսի զինադադարով, իսկ ընդհանրապես, ասենք դա Գերմանիայի զինադադարն էր, նոյեմբերի 11-ին։ Բնականաբար ամեն մի պատերազմ պիտի վերջանա խաղաղության պայմանագրերի ստորագրմամբ։ Որպեսզի ինչ-որ մի բան ստորագրվի, բնականաբար լինում է բանակցային գործընթաց։ Տվյալ դեպքում մենք օրինակ Ղարաբաղի հարցում ունենք Մինսկի խումբ, Մինսկի համանախագահներ եւ որպես միջնորդական առաքելություն, այդ բանակցությունները գնում են այդ ցեղով, որպեսզի կնքվի խաղաղության պայմանագիր երկար տարիները բավական անարդյունք։ Իսկ քանի որ առաջին համաշխարհային պատերազմը իսկապես առաջին համաշխարհային պատերազմն էր ընդհանրապես, շատ երկրներն էին ներգրավված, 50-ից ավել, հրավիրվեց Փարիզի վեհաժողով, Փարիզի կոնֆերանսը, Paris Peace Conference, խաղաղության համաժողովը, որտեղ հրավիրվեցին բոլոր մասնակից երկրները, հաղթած եւ պարտված։ Բնականաբար, որ 50-ից ավել երկրներով բանակցելը շատ դժվար է, ստեղծվեց մեծ քառյակը։ Այստեղ դուք տեսնում եք այդ մեծ քառյակն է, թե աչից ձախ գնալ, Ուդրո Վիլսոնն է, Միացյալ Նահանգների նախագահը, Ժորժ Կլեմանսոն, Ֆրանսիայի վարչապետը, ապա Էդուարդո Օրլանդոն, Իտալիայի վարչապետը եւ Դեյվիդ Լորդ Ջորջը, բրիտանական կառավարության։ Այս մեծ քառյակներ, որ որոշում էր, այսպես կոչված նոր աշխարհակարգը, New World Order։ Սա հետաքրքիր բառակապակցություններ էր, որտեղ պարբերաբար այս բառակապակցությունը գալիս է, Բուշի ժամանակ էլ եկավ, հիմա Օբամայի ժամանակ, այսինքն միշտ ուզում են ինչ-որ մի նոր կարգ հաստատել աշխարհում, ինչքան արդյունավետ կլինի, դեռ պարզ չի։ Հիմա, արդեն նախորդ անգամ ես ասեցի, որ բնականաբար առաջինը Գերմանիայի հարցը որոշվեց, ապա Ավստրո-Հունգարիայի առանձին Ավստրիայի Հունգարիայի խաղաղության պայմանագիր, Բուլղարիա եւ միայն 20 թվականի փետրվարին Լոնդոնի առաջին համաժողովի ժամանակ, ապա Սան Ռեմոյի նիստի ժամանակ անդրադարձան Հայաստանին կամ Օսմանյան կայսրության ճակատագրին եւ երկու հարցով դիմեցին Միացյալ Նահանգների նախագահին, որտեղ Միացյալ Նահանգների նախագահը արդեն վերադարձել էր 19 թվականի վերջին Վաշինգտոն։ Եվ երկու խնդրանք կար միևնույն նամակի մեջ։ Շատ կարևոր է հասկանալ, որ այս երկու խնդրանքները, հայցերը առանձին
հայցեր էին, այսինքն մեկը մյուսով պայմանավորված չէր։ Առաջինը մանդատների ստանձնման հարցն էր։ Հիշենք, որ առաջին համաշխարհային պատերազմից հետո ուղղակի գաղութատիրական կարգեր հաստատել, նվաճումներ անել համարվում էր արդեն աշխարհը ինչ որ զարգացել էր, անընդունելի որոշվեց ինչ-որ միջանկյալ տարբերակ ընտրել, մանդատ կամ խնամակալություն, այսինքն ինչ-որ մի երկիր մի որոշակի տարածքի վրա պիտի իր խնամակալությունը հաստատեր, համարվում էր, որ 20-25 տարի անցման շրջանով պիտի զարգանար այդ երկիրը, որոշակի կառավարման ավանդույթներ ձևավորվեին, ապա տրվեր, շնորհվեր անկախություն։ Եվ այդպես էլ եղավ, եթե հիշում եք, կար Մեծ Սիրիայի մանդատը, որի մեջ ներառված էր Կիլիկիան, ներկայիս Սիրիան և Լիբանանը, դա ֆրանսիական մանդատ էր։ Կար բրիտանական մանդատը դա Պաղեստինն էր, որը հետագայում տրոհվեց Իսրայելի և անորոշ Պաղեստին իրավիճակով և Հորդանանը։ Այսինքն այդ մանդատները կար։ Երրորդ մանդատը, սա A-տիպի մանդատների մասին է խոսքում, միջին արևելյան մանդատների։ A-տիպի մանդատներից երրորդը դա Հայաստանի նկատմամբ մանդատն էր։ Եվ այս մանդատը առաջարկվեց Միացյալ Նահանգներին։ Ինչու Միացյալ Նահանգներին եւ ոչ արդեն այդ երկրներին, որովհետեւ համարվում էր, եթե կողմերից մեկը Բրիտանիան կամ Ֆրանսիան ստանձնի մանդատը, ապա Հայաստանի մանդատը եւս, ապա ինքը գերիշխանություն կունենա միջին արևելքի վրա եւ հիշեք քաղաքականության մեջ շատ կարեւոր է ընդհանրապես հավասարակշռության պահպանումը։ Հավասարակշռությունը ռազմաքաղաքական հավասարակշռությունը շատ կարեւոր է։ Հենց որ դա խախտվում է, ի վերջո գնում է պատերազմի։ Հարց ունեիր։ Այդտեղ գրած էր, որ ձեր գրքում գրած էր Ճապոնիան էլ հանդես եկավ, որ Ամերիկան ձեր վերցնի Հայաստանի մանդատ։ Ճապոնիան այդտեղ ինչ շահում է։ Չէ, նա ուրիշ շփոթում ես, ես դա կասեմ, ուրիշ բան է խոսքը, դա արդեն Ճապոնիան որպես ազգերի լիգայի խորհրդի անդամ էր, դա դիմեց խոսքը վերաբերում է Հայաստանի արևելյան սահմանների մասին, ոչ մանդատի։ Մանդատը ստորագրել է 3 երկիր, որոնք հանդես էին, չէ, հիշենք, որ Ճապոնիան ևս հաղթող երկրների մեջ էր, ինքը դաշնակից էր բրիտանական կայսրությանը, Ֆրանսիան եւ Հայաստանին։ Չմոռանանք, Հայաստանը հաղթող երկրների մեջ էր։ Ի տարբերություն մեր հարևան Վրաստանի եւ Ադրբեջանի, որոնք պարտվող երկրների մեջ էին, որտեղ Գերմանիայի Վրաստանը գերմանական օրիենտացիա վերցրեց, Ադրբեջանը թուրքական եւ պարտվեցին։ Մենք հաղթողների մեջ ենք։ Հիմա տեսեք, որը մեկը չի գրում, որ հայերը կարողացան ճիշտ կողմնորոշվել։ Չէ՞, միշտ հենց որ հայերը սխալ են կողմնորոշում, շատ դրա մասին գրում է, բայց որ հայերը կարողացան ճիշտ կողմնորոշվել եւ հաղթողների կողմը բռնեցին, դրա մասին համարյա չեն գրում։ Ուրիշ բան, որ քաղաքական իրավիճակը այնպես եղավ, որ հայերը այդ հաղթանակից ոչ միայն ոչինչ չստացան, այլ կորուստներ ունեցան։ Դրանք անդրադառնան, բայց դա արդեն պայմանավորված էր ռուսական հեղափոխությամբ։ Դա հայերի մեղքը չէր։ Ռուսական հեղափոխությամբ եւ համաշխարհային հեղափոխություն տարածելու միտումով, այո։ Դուք ասում եք հայերը ճիշտ կողմնորոշվեցին, բայց կողմնորոշվելու երկար տարբեր։ Ինչ ուղի կարելի բռնել։ Ցարական Ռուսաստանում էլ մեկը Թուրքիան էր, էլի։ Դե ասում Ենթակա ժողովուրդ է, հանրաճիշտ կողմնորոշվելու կարիք չունեն։ Չէ։ Հիմա ուրիշ բան, որ հայերը իսկապես մեծ ընտրություն չունեին այդ ժամանակ, որովհետև Թուրքիան հարձակվում էր Հայաստանի վրա եւ հայերը պիտի կռվեին թուրքերի բեմ, բայց եթե դու ասում ես ինչ կողմնորոշում, տեսականորեն կարային հայերը նաեւ պրոթուրքական կողմնորոշում ունենային։ Կարային, չէ՞։ Գնացին Բաթում, չէ՞ որ բանակցեցին։ Պատմությունը դա չի ապացուցում։ Ինչ։ Պատմությունը դա չի ապացուցում, էլի։ Հայերը Թուրքիայի կողմը հարաբերս չի բռնում։ Երեք թուրքերը ժամանակ։ Դե գիտեք ինչ է, շատ հարաբերական ասել, դրա մասին քիչ է գրում պատմագրությունը, բայց ասեմ, որ մշտապես այդ բանավեճը եղել է, փոքրամասնությունը իսկապես բան է եղել, որ կարելի է նաև Թուրքիայի հետ դաշինք ընկնել։ Մի մոռացեք, Թուրքիան հարևան երկիր է, եւ այդ իր գոյությունը, օրինակ, երբ որ ցարական Ռուսաստանում հեղափոխություն եղավ, բոլշևիկներն եկան իշխանության գլուխ, բնականաբար հայերը երկու ընտրություն ունեին, կամ զենքով պայքարելու, կամ թուրքերի լեզու գտնելու։ Այստեղ ոչ այնքան, ոնց որ ասած, մեր կողմնորոշման խնդիրն էր, թուրքական այն մշտական քաղաքականությունը, որ խնդիր էր դրել հայերին կոտորելու։
Իմիջիալոց ասեմ, որ այդ Սարդարապատի եւ Մայիսյան այդ հերոսամարտերը նաեւ պայմանավորված էին այն հանգամանքով, որ հայերը պարզապես նահանջելու տեղ չունեին։ Որտեղ այդ նույն հայերը 17 թվականի դեկտեմբերի 2-ին, երբ որ Երզնկայի զինադադարներ կնքել եւ 18-ի փետրվարին հարձակման անցան թուրքերը, խախտելով բոլոր տեսակի պայմանավորություն, այդ թվում նաեւ հետագայում մարտի 3-ին 18 թվականի ստորագրած Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, հայերը հաջողությամբ ճակերտների մեջ հանձնեցին բոլոր ամրոցները, ներառյալ Կարսի ամրոցը։ Այսինքն հայերը շատ տարօրինակ ժողովուրդ են, հայերը ծայրահեղության ժողովուրդ են։ Այսինքն հայերը Կարսի ամրոցը չկարողացան պաշտպանել, չուզեցին, չպաշտպանեցին, բայց դաշտավայրում, Արարատյան դաշտում, որը որևէ եղել եք Սարդարապատ, գիտեք, այսինքն որևէ պաշտպանական հնարավորություն չունեք, այդտեղ կռվեցին, որովհետև էլ եմ ասում, հայերը ծայրահեղության ժողովուրդ են։ Այսինքն եկավ բան։ Հիմա այդ են պատասխանեմ, բայց մի քիչ առաջ գնանք, որ հետո այդ հարցերը բան անենք, էլի բոլոր հարցերին կանդրադառնանք։ Մենք 2 օր, այսօր եւ վաղը վաղնել ունենք այս ամբողջի մասին։ Հիմա վերջացնենք այս մանդատի հարցը։ Ինչի համար եմ սա խոսում, որովհետև մշտապես շփոթություն կա մանդատի եւ իրավարար վճռի վերաբերյալ։ Անգամ արտգործնախարար Նալբանդյանը կրկնելով Անդրանիկ Միհրանյանի հրահանգը Մոսկվայից, եթե հիշում եք իր ելույթի մեջ 2009 թվականին նշեց, որ իրավարար վճիռը օրինական չի, որովհետև Սենատը այն չի հաստատել։ Սա մեջ միանգամից մի քանի սխալ կար։ Առաջին, Սենատը չի հաստատել մանդատը եւ իրավարար վճիռը չէ, դա տարբեր հարց են։ Երկրորդ, իրավարար վճիռները ընդհանրապես հաստատման կարիք չունեն։ Դրանք արտադատարանական դատական վճիռներ են։ Ես դա համար եմ մանդատի վերաբերյալ այսքան շատ խոսում, որ առանձին հարցեր հունիսի 1-ին 20 թվականին Սենատը քվեարկեց եւ մերժեց։ Մերժեք ինձ ձևով, որտեղ ցանկացած պարտավորություն Սենատի 2/3-ը պիտի կողմ քվեարկի։ Այսինքն, եթե անգամ մեծամասնությունն է կողմ քվեարկում, բայց որակալ մեծամասնություն չի, համարվում մերժված, այդպես էլ եղավ։ Դու պատճառների մասին հետո եթե կուզեք կանդրադառնանք։ Բայց երրորդ հարցը սա է, այսինքն իրավարար վճիռը, arbitration-ը, arbitral award-ը ստանձնեց Միացյալ Նահանգների նախագահը իրականացնելու։ Եվ սա շատ կարևոր է հասկանալ, որ առանձին է։ Սրա վերաբերյալ, այսինքն համաձայնությունը Միացյալ Նահանգների նախագահը տվել է 1920 թվականի մայիսի 17-ին, այսինքն 2 շաբաթ առաջ հունիսի 1-ի Սենատի մանդատի հարցը քվեարկելուց։ Իսկ սա արդեն ակնհայտորեն ցույց է տալիս, որ ընկալումն էլ այդպես է դրանք առանձին հարցեր են։ Մայիսի 17-ին եկավ պաշտոնական պատասխանը, այդ փաստաթղթերի դեպ պահպանված են կան։ Ասենք ֆրանսիական դեսպանատնի միջոցով, որ Միացյալ Նահանգների նախագահը ստանձնում է Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը որոշելու հարցը։ Սա հիշեք, որ Ուիլսոնը որոշել է Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանի հարցը, որտեղ երբեմն հարց են տալիս, բա Ադրբեջանի հետ սահմանը ոնց է, Վրաստանի հետ, այն ուրիշ հարց է։ Շատ մասնավոր խնդիր է դրված Ուիլսոնի առջև, որոշել Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանը, այն էլ նշված է շատ հստակորեն նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի եւ Տրապիզոնի նահանգներում։ Սա շատ կարեւոր է, այսինքն այդ պայմանը, նախապայմանը։ Հիմա շատերին կթվա, որ այդ ձև բաներին նշում լավ է, որ դա ինչի համար նշել, շատ պարզ պատճառով, որպեսզի Ուիլսոնը չկարողանա շատ տարածքներ Հայաստանին տա, որտեղ նախնական տարբերակով դա իսկապես այսպես ծովից ծով Հայաստանի գաղափարն էր, իսկ նման կետ մտցնելով սահմանափակում դրվեց, որտեղ համարվեց, որ հայերը եթե շատ մեծ երկիր տրվի, հայերը երբեք մեծամասնություն չեն կարող կազմել այդ երկրում։ Ուրեմն մայիսի 17-ին Ուիլսոնը տվեց իր համաձայնությունը եւ հունիսի սկզբին ստեղծվեց այս հատուկ հանձնաժողովը, the Committee upon the Arbitration of the Border Boundary between Turkey and Armenia։ Այսպես պաշտոնական հանձնաժողով ստեղծվեց։ Սա շատ կարևոր է, որ սա պաշտոնական են, որ ասեն գրություններն եղավ, որ գրագրությունները գնացին պետքարտուղարություն, պաշտպանության նախարարություն, ինչի է կարևոր, որովհետև իրավարար վճիռները կարելի է բեկանել միայն ընթացակարգային խախտումների դեպքում։ Այսինքն ինքնին վճիռը հնարավոր չի բեկանել։ Բայց եթե դու կարողանաս բացահայտել, որ ընթացակարգային պրոցեսուալ խախտումներ է եղել, ասում ես, թե գիտես, վճիռը անօրինական, որտեղ ընթացքի մեջ խախտումներ է եղել։ Բայց հիշենք, որ Ուդրո Ուիլսոնը ինքը իրավաբան էր կրթությամբ։
եւ միակ ամերիկյան նախագահը, որը գիտությունների դոկտոր է, իրավագիտության դոկտոր, միակ գիտական կոչումն ինքն է եւ հիշենք ինքը մինչեւ Նյու Ջերսիի նահանգապետ դառնալը 1911-ին, իսկ հետո 13-ին դարձավ նախագահ, մի շատ կարճ է եղել բան, նահանգապետ, ինքը Պրինսթոնի հավասարանի ռեկտորն էր, այսինքն, եւ երկար տարիներ, այսինքն ինքը ուներ եւ նաեւ անձնական այդ հատկություններ։ Ահա ինքը ստեղծեց ըստ կարգի Ուիլյամ Վեստրմանի գլխավորությամբ այդ հանձնաժողովը, որը հունիսից սկսեց իր աշխատանքները։ Ուշադրություն դարձրեք, որ հունիսից սկսեց, այսինքն մինչև Սևրի պայմանագրի ստորագրումը, որը 20 թվականի օգոստոսի 10-ին էր, սա իմիջիալոց տիտրոսատեղն է։ Սա ինչ է ցույց տալիս, որ արդեն ապրիլի 26-ի հայցադիմումը կոմպրոմին, այն իմաստը դա երկու հարցով մանդատը ստանձնել եւ իրավար լրիվ բավական էր, որպեսզի Ուիլսոնի իրավաճառ վճիռը լինի օրինական։ Եվ դրա համար ինքը սկսեց։ Սա ինչու համար եմ ասում, որովհետև շատերը երբ որ փորձում են իրավարար վճիռը կասկածի տակ դնել, մշտապես ասում են, դե Սևրի պայմանագիրը չի վավերացվել, Սևրի պայմանագիրը ուժի մեջ չի։ Այո, բայց ի՞նչ կապ ունի Սևրի պայմանագիրը, սա առանձին այլ գործընթաց է, առանձին իր վճիռներով, իր ընթացակարգով։ Իհարկե իրավական հիմք ունի։ Հիմա կանդրադառնանք այդ հիմքերին եւս, իհարկե իրավական հիմք ունի։ Բայց երբ որ օգոստոսի 10-ին ստորագրվեց ստորագրվեց արդեն 18 երկրի կողմից Սևրի պայմանագիրը, ապա հոկտեմբերի 18-ին այս պայմանագրի տեքստը պաշտոնապես փոխանցվեց Միացյալ Նահանգների նախագահին, նա դրանից հետո կատարեց իր վճիռը։ Ինչու է Ուիլսոնը սպասում Սևրի պայմանագրի ստորագրմանը։ Նախ շատերն ասում են, որ ամերիկացիները ձգձգեցին, ես չեմ կարծում, որ ձգձգեցին, որովհետև տեսեք, ապրիլի 26-ին դիմել են, մայիսի 17-ին տվել են համաձայնությունը, հունիսին սկսել են աշխատանքները, օգոստոսին ստորագրվել է պայմանագիրը, հոկտեմբերին սա տեղը ասել, նոյեմբերին վճիռը կայացվել է։ Այսինքն դրանից արագ հնարավոր չէր։ Մեզ մոտ, ինչ ասեմ, թաղապետարան այդ արագությամբ հարցեր չի լուծում, իսկ իրան հսկայական աշխատանք են կատարել։ Տասնյակ հազարավոր փաստաթղթեր են նայել, հարցումներ են ուղարկել, հարցումները այդքան հեշտ չէր այդ ամբողջը կատարել։ Ի վերջո սա պետական լուրջ որոշում էր, որի մեջ ներգրավված են եղել 3 կարևորագույն մարմինները, դա եղել է administration-ը, այսինքն ինչ որ մեր մոտ ասենք կառավարությունն է, գիտեք, Ամերիկան դա նախագահի վարչակարգն է, վարչախումբը, պաշտպանության նախարարությունը եւ արտաքին գործերի նախարարությունը, այսինքն այդ 3 մարմինները մի քանի ամիս անընդհատ այս հարցով են զբաղվել։ Բայց ինքը իրան պետք էր, որ այդ Սևրի պայմանագիրը ստորագրեն, որովհետեւ կրկին անգամ եւս Թուրքիան ոնց որ ասած ստորագրելով այդ փաստաթուղթը դիմեր, որտեղ հիշենք Սևրի պայմանագրի 89-րդ հոդվածը, դա հայցադիմում է Ուդրո Ուիլսոնի Միացյալ Նահանգների նախագահին կատարելու իրավարար վճիռը։ Դրան կանդրադառնանք։ Հիմա սա բնօրինակն է, այդ փաստաթղթի բնագիրն է, որը պահվում է Միացյալ Նահանգների պետական արխիվում, այն որ կոչվում է National Archives։ Այս ձևը, ինքը ես գույնի է փաստաթուղթը, ես եմ նկարել, ասեմ որ ցավալիորեն, երբ որ ես այս փաստաթուղթը բացում նայում էի, չկարողացան պարզել, թե քանի տարի այս փաստաթուղթը ընդհանրապես չի օգտագործվել, որտեղ տվյալներ չկար, բայց վերջի 50 տարվա ընթացքում որևէ մեկը այս փաստաթղթին չէր անդրադարձել, այսինքն այդ բանը ցավալի իրողություն է, որովհետև գիտեք ինչ է ցավալի։ Թուրքերը վարպետորեն մեզ կարողացել են շեղել բուն պայքարից եւ առ այսօր մեզ շեղում են։ Դա ցեղասպանության ճանաչման հարցն է, որը իրավականորեն որևէ հետևանք չի ստեղծում։ Դրան հետո առանձին կանդրադառնանք։ Բայց այն փաստաթուղթը, եթե դուք տեսնում եք այս սպիտակը, որ տեսնում եք, լավ չէ եղում, դա Միացյալ Նահանգների մեծ կնիքն է, որտեղ ինքը անգույն կնիք է, կոչվում է embossed seal, այսինքն երբ որ սեղմում ես, բանանը։ Եվ ինչպես ամեն փաստաթուղթ, այսպես ժապավենով կապվում է։ Մի ժամանակ եթե հիշեք սուրգու չէին դնում, սա էս է, հա, ուղղակի կտրտել են, որպեսզի սքան արվի։ Նու սա մի քիչ ավելի բան տարբերակով ենք սարքել, որ պարզենք, այստեղ տեսնում եք Ուիլսոնի ստորագրությունը եւ պետքարտուղար Բեյնբրիջ Քոլբի ստորագրությունը։
Այսինքն այդ երկու ստորագրություններն ըստ էության այստեղ կան նույնը։ Տեսեք։ Իմիջիայլոց ասեմ, որ այս փաստաթղթից երկու օրինակ կա, մեկը Փարիզում, մեկը Վաշինգտոնում, բայց Փարիզում ինձ գտնել չհաջողվեց այդ փաստաթուղթը, որովհետև երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիները ամբողջ ֆրանսիական արխիվները տարել են Բեռլին, պատերազմից հետո Բեռլին ֆրանսիացիք հետ լցրել են, իսկ ինչպես ամեն ինչ Ֆրանսիան, որը մեկը չգիտի որտեղ ինչա դրած։ Եվ իրանք ասացին այո, կա, բայց որտեղ է չգիտենք։ Ասենք մի քանի տասնյակ միլիոն փաստաթուղթ է, թե ուզում ես գնա գտիր։ Իհարկե դա հնարավոր չէ, բայց ամերիկացիների մոտ հստակ է, այսինքն ամերիկացիների մոտ, այսինքն անգամ այն փաստաթղթերը, որ իրենցը չի, իրենք են ժամանակին վերցրել, պատճերանած ունեն։ Այսինքն այդ առումով ամերիկյան արխիվները բացառիկ են։ Եվ շատ կարևոր է, որ ի տարբերություն շատ արխիվների, պետական արխիվը անվճար է տրամադրում այս ամբողջը։ Նու սկանանելու համար փող տալիս է զուտ այդ բանի համար, բայց բերել, բացել, նայել բան, այսինքն այդ հարուստ պետության հնարավորությունն է, այսինքն ի տարբերություն, որ աշխարհի մեծ մասը նաև Հայաստանի արխիվը է, պետական արխիվը, ահավոր գներ է ուզում ամեն մի փաստաթղթի համար, այսինքն արդեն 1200 դրամ ինչ է նկարել դա, այսինքն այն որ դուք որ այն դասախոսության ժամանակ այդ փաստաթղթերը տեսնում էի, այդ ձրիչ են տալիս, էլի, այդ բանով։ Հիմա ինչու որոշվեց դիմել Միացյալ Նահանգների նախագահին, ասենք եւ ոչ որևէ այլ երկրի։ Բնականաբար մի շատ պատճառներ կար։ Առաջինը, որ Միացյալ Նահանգները գերտերություն էին, այսինքն այդ հզորներից մեկն էին եւ իսկապես աճող աստղն էին, բարձրացող աստղն էին, ճիշտ է, դեռ առաջինը չէին, բայց արդեն այդ ճանապարհի վրա էին։ Երկրորդը, շատ կարևոր հանգամանք էր, որ Միացյալ Նահանգները պատերազմ չէին հայտարարել եւ պատերազմի մեջ չէին գտնվել Թուրքիայի հետ, որ նշանակում է իրանք չեզոք երկիր էին, եւ որպես չեզոք երկիր նախագահը կարող է չեզոք դիրքորոշում ունենալ։ Երրորդը այն էր, որ Ուիլսոնը արդեն ասացի մասնագետեր եւ որպես մասնագետ կարող էր իր ներդրումն ունենալ։ Եվ չորրորդը այն էր, որ Միացյալ Նահանգներում տարիներ ի վեր շատ ուժեղ պրոհայկական տրամադրություններ կային։ Այստեղ դուք տեսնում եք օրինակ երկու նամականիշ 15-16 թվականին, որ տպվեցին Միացյալ Նահանգներում եւ որի վաճառքից գոյացած գումարներով ամերիկացիները Հայաստանում որբեր են պահում։ Ու դրա մասին էլ սա քիչ խոսվող հարցերից է, դա պայմանավորված է սովետական, այն ժամանակ սովետական կարգերով, որ չէր կարելի ամերիկացիների մասին որևէ լավ բան ասել, հիմա էլ ռուսական ազդեցությամբ, բայց եթե դուք օրինակ գնաք Գյումրի եւ ծերերին հարցնեք, ցանկացած գյումրեցի կասի, որ այստեղ գտնվում էր Արմենկոմի որբանոցը, այո, եւ այլն, այսինքն մոտավորապես ամերիկացիները այս միջոցներով պահեցին մինչեւ 1929 թվականը, անգամ սովետական կարգերի ժամանակ մոտ 130,000 որբ։ Դա շատ մեծ թիվ է։ Այսինքն այսօրվա թվով հաշվի առնելով, որ գրեթե 100 տարի անց է, մոտավորապես հայերից 1 միլիոն մարդ այսօր իր գոյությամբ պարտական է ամերիկյան օգնությանը։ Եվ այդ օգնության մի մասը հավաքվել է այս դրամով։ Իմիջիայլոց ասեմ, որ երկու ձև է, եղել է պետական օգնություն, $100 միլիոն եւ 100 միլիոն էլ հավաքել է ժողովուրդը։ Այն ժամանակ 100 միլիոնը դա նվազագույնը միլիարդ 700 միլիոն է։ Դա 10% պիտի բազմապատկեք այդ առիթը։ Այսինքն դա ահավոր մեծ փող է եւ առ այսօր համարվում է դա ամերիկյան առաջի ամենամեծ մարդասիրական օգնությունը, որտեղ Ամերիկան 90-ական թվականներից 1990-ական թվականներից հսկայական, այսպես կար, պրոհայկական լոբի էր ձևավորվել։ Քչերը գիտեն դրա մասին, հսկայական բանաստեղծություններ կան գրված, գրքեր կան, մենք մի մասն ունենք այստեղ։ Հայերի մասին է դարաշրջանում եւ պատական չէ, որ օրինակ Հերբերտ Հուվերը իր հիշողությունների մեջ նախագահներից մեկը ճիշտ է գրում, որ Հայաստանը Ամերիկայում 20-ական թվականներին նույնքան հայտնի էր, ոնց կան Անգլիան։ Իսկ Անգլիան ամենահայտնի երկիրն էր, amma Հայաստանը այդ ծևա։ Ես այստեղ առիթ եմ ունեցել խոսելու ամերիկյան դիվանագետներից մեկի հետ, որը պատմում էր, որ այն ամերիկյան խուլ միդիստից է, էլի։ Ասում եմ, որ ինձ նշանակեցին Հայաստան, ես չգիտեի ինչ է։ Ես գնացի տուն եւ իմ ծեր մորը ասացի, որ ինձ Հայաստան են նշանակել, հա, ասեց Starving Armenians,
Սոված հայերը, ասեց իմ մանկության տարիների Սոմալի որքան իմ մանկության այդ ձևը անգլերենի մեջ բացեք անգլիական բառարանների մեջ այդ բառակապակցությունը կա Starving Armenians դա սոված հայերը որովհետև հատուկ երբ որ երեխան հաշ չեր ուտում ասում էին այսօր կան սոված հայեր որոնք սովից մեռնում են դու չես ուտես եւ ընդունված է հատուկ բաներ կար կիրակիներ կան որոնք դրամահավաք էր արվում Եվ երեխաները իրենց նախաճաշից հրաժարվում էին, բայց 100 միլիոնը ոնց է գոյացել։ Դա մի հսկայական շարժում է եղել ցավոք սրտի բավականին վատ ուսումնասիրված է առումով, այսինքն։ Եվ ամերիկացիք համարում են, որ դա իրանց համար էլ լավ էր, ասում են, առաջին անգամ մենք համաշխարհային ազգ դարձանք հայկական հարցի շտորի, որտեղ իրենք առաջին անգամ կարողացան ազգը մի գաղափարի շուրջ միավորել։ Օրինակ, Չարլի Չապլինի մի հայտնի ֆիլմ կա, The Kid Մանչուկը, որ ապակիներ է ջարդում, որ քարով խփում է փոքր տղան, իսկ Չարլի Չապլինն էլ ապակիներն է տանում բիզնես, էլի, որ հենց հայտնում է պատահաբար այդ ժամանակ, ու ասում է ապակի գցեն։ Այդ Մանչուկը եղել է, հիմա այդն չի ասում, այդ դեմքը հայկական այս բանի այդ ժամանակ միլիոնավոր քարտեր են տպվել իր մասնակցությամբ, որպես այդ փողը հավաքվեր։ Այսինքն կաթի վրա հատուկ բաներ կային $1 լրացուցիչ, այսինքն դու կարայր բան անել, վճարել դա, ավել, ենթադրենք $5, $1 էլ ավել էր վճարում, դա գնում էր հայ որբերին, այդցև է դա պահվել։ Իսկ հետո դե 20 թվականին այստեղ կա տվյալները, որ ամերիկացիներին դե մեղադրեցին լրտեսության մեջ եւ հետ ուղարկեցին։ Հիմա, սա այդ քարտեզն է, որ դուք տեսնում եք, բայց սա այդ օրինակը չի, սա պետքարտուղարության քարտեզն է, նա կոնգրեսում պահվող քարտեզն է, բայց նույնն է իհարկե։ Նույնն է, այս հենց այդ օրինակն է, այսինքն նորից ես եմ նկարել, այստեղ բանը մի փոքր երանգների տարբերություն կա եւ ես երկար ժամանակ չէի կարողանում հասկանալ, որտեղ որոշ քարտեզների մեջ կտեսնեք այստեղ կնիկ կա, որոշի մեջ չկա, ես չգիտեի, կա կնիքը թե չկա։ Դեռ մեկ չկա։ Պարզվեց, որ կնիքը կա, բայց նա չի երևում, որտեղ ասած խորակնիկ է։ Այսինքն հիմա էլ կա այս կնիքը։ Սրա վրա ուղղակի չի երևում։ Դա էլ կարևոր հանգամանք է, հետո խոսանք, եթե պետք եղավ։ Հիմա 1920 թվականի նոյեմբերի 22-ին Ուիլսոնը իր իրավարար վճիռը գրեց, ստորագրեց, կնքեց։ Դա այս փաստաթուղթն է։ Դա 252 էջա մեծաթիվ։ Սա առաջի եւ միակ տպագրությունն է 11 թվա 2011-ի տպագրված պատրաստված եւ տպագրված իմ կողմից սրա իսպաներենը տպվել է Բուենոս Այրեսում ռուսերենը պատրաստ է շուտով երևի կտպենք այս տարի մի քիչ հարմար չէ ռուսերենը տպել Մոսկվայում քաղաքական պատճառներից ելնելով բանը գերմաներեն, թուրքերեն, հայերեն էլ ընթացքի մեջ է Հիմա ինչ էր որոշում այս իրավարար վճիռը։ Այն որոշեց, որ նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի եւ Տրապիզոնի նահանգի մի մասը, կամ ճիշտ մեծ մասը, որտեղ որպես կանոն 60-ից ավելի տոկոսը, հատկացվում է Հայաստանի Հանրապետությանը։ Այս մյուս ամբողջ հատվածը մոտ 60%-ը Հայաստանի թողվեց թուրքերին։ Իսկեն որոշվեց ստեղծել փոքր Հայաստան։ Սա փոքր Հայաստանն է, շատերին թվում է սա մեծ Հայաստանի գաղափարն է, ձևել գրած է։ Բանը Smaller Armenia։ Դեռ կա Greater Armenia, այսը smaller-ն է, սա փոքր Հայաստանն է։ Եվ սա նվազագույն չափերն է, եւ շատ լուրջ հիմնավորումներ կա այստեղ, որով պետությունը կարա կենսունակ լինի։ Ես չեմ կարծում, որ մեր մասնագետները ավելի լավ մասնագետ են, քան ամերիկացիները, ամերիկացիները բավականին լուրջ ուսումնասիրություններ կատարեցին, եթե այստեղ կարդաք ճանապարհները, կիրճերը, պաշտպանելու հնարավորությունը, առևտուրը, կիլոմետրը, ձգվածություն, ամեն ինչ եկան եզրակացան, որ եթե Հայաստանը չունենա սահմանները, չի կարող գոհատևի։ Ես ցավոք սրտի երկար տարիներ ասում եմ, մենոնք ասում են, չէ, բայց ցավոք սրտի ես ճիշտ եմ դուրս գալի ոնց որ արդյունքը մենք տեսնում ենք կարելի ասել որ Հայաստանը կարա ծաղկի զարգանա հզորանա բայց մենք դա չենք տեսնում որտեղ կա օբյեկտիվ պատճառներ որը ամերիկացիները ուսումնասիրել էին որ երկիրը չի կարող կենսունակ լինել մի շարք
պայմանների բացակայության պատճառով է թվում նաև ելք դեպի ծով։ Եվ այստեղ պատահական չի, որ Տրապիզոնը, որը երբևէ հայկական նավահանգիստ չէ, որոշվեց տրվել Հայաստանին ի հատուցումը կոմպենսացիա որպես Կիլիկիայի, որտեղ որոշվել, որ Կիլիկիան չպետք է տրվի հայերին։ Հիմա սա տարածքային առումով, բայց որոշումը իր մեջ ունի շատ հետաքրքիր մանրամասներ։ Նրանցից մեկը այն է, որ Հայաստանին անհատույց օգտագործման ևս այլ նավահանգիստներ տրվեց։ Մեկը Բաթումն է։ Քչերը գիտեն, որ Բաթումի նավահանգիստը դա վրացական նավահանգիստ չի իր կարգավիճակով։ Բաթումի նավահանգիստը դա Պորտո Ֆրանկո է, այսինքն բաց նավահանգիստ է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի համար։ Եվ այնտեղ պիտի լիներ միջազգային ադմինիստրացիա, որ 19 թվականին դեռևս բրիտանացիներ այն հանձնում էին վրացիներին, վրացիները պաշտոնապես նոտայով հաստատեցին այդ դիրքորոշումը, այո, որ այն կլինի բաց նավահանգիստ բոլոր երկրների համար։ Ավելին ասեմ ձեզ, հետագայում եթե մենք խոսանք հայ-վրացական սահմանի մասին, որոշում կար, ասենք ճորող գետը, դուք չգիտեմ, անցել եք արդյոք Բաթումով դեպի Թուրքիա, եթե մտել եք, ուրեմն այնտեղ Սարպի գյուղն է վերջի գյուղը, հետո անցամակետն է, բայց մինչև Սարպի ասնելը կա ճորող գետը, այդ գետն եք անցնում։ Այդ ճորող գետը դա հայ-վրացական սահմանն է, որտեղ երբ որ մենք ասենք հայ-վրացական սահման, միշտ պատկերացնում ենք այս կողմը, բայց այն կողմից էլ մենք սահման ունենք։ Եվ որոշված էր, որ ճորող գետը լինելու հայ-վրացական սահման, բայց ես ինչու եմ սա ասում, բայց քանի որ Բաթում նավահանգիստը պիտի լիներ բաց նավահանգիստ, ճորող գետի հովտով հայերին թույլ էր տրվում որպես սեփականություն ունենալ երկաթգիծ դեպի Բաթում նավահանգիստը եւ ունենալ Բաթումում սեփական նավամատույց։ Սա մի բան էր։ Մյուսը Այաս նավահանգիստներ միջերկրական ծովում, մյուսը Հայդար-Փաշա նավահանգիստներ Կոստանդնապոլսում եւ այլն։ Այսինքն շատ բան էր, որ Հայաստանը ճիշտ է, ելք չէր ստանում օրինակ դեպի միջերկրական ծով, բայց նավահանգիստ էր ստանում։ Եվ պիտի ունենար երկաթգծով Այասը կապված, սա շատ կարևոր հանգամանքներ են, որտեղ պատկերացրեք Հայաստանի վիճակը, եթե նա ազատ ելք ունենում դեպի միջերկրական ծով։ Դա լրիվ այլ երկիր է։ Իսկ պարտադիր չի դու ունենաս ծովեզերք, չէ՞։ Դու կարես ծովեզերք չունենաս, բայց այո, Շվեյցարիան էլ այսօր որպես եվրոպական, այսինքն երկրներ, եւ շատ ուրիշ տեղեր կա։ Օրինակ Չիլիի Պարագայում, այսինքն Չիլիին sense կտրում է, կարծեմ Բոլիվիայում ենք կտրում, այնտեղ պայմանավորվածություն կա, որ ինչ որ մի հատված տրվում է ինչի համար, որովհետեւ դա խաղաղությունը կանոնացնելու համար է, որտեղ դու երկրին landlocked կոչեցյալ երկրին ելք չունեցող դեպի ծով երկրին դու տալիս ես ելք դեպի ծով, որ ինքը չմտածի զենքի ուժով ճանապարհ հարթելու մասին, հասկանու՞մ եք, երբ որ դու երկրին դնում ես եւ խեղդում ես, նա ուզած վաղ կմտածի, որ զենքի ուժով անը։ Դրա համար այդ միջազգային իրավունքը դա վաղուց որոշել է այդ ձևով կարգավորել։ Հա, ուրեմն որոշվեց 20 թվականի նոյեմբերի 22-ին որոշվեց եւ այս որոշումը ուժի մեջ մտավ այդ օրից։ Եվ քանի որ ուժի մեջ մտավ այդ օրից, այստեղ տեսնում եք այն սահմանագիծը, այս է, բաժանվեց 19 հատվածների, ստեղծվեցին հատուկ արդեն դեմարկացիայի, այսինքն սահմանանշման քարտեզները, այս սյուների տեղադրման քարտեզները, որ հանձնաժողովը գնար տեղում սյուները դներ։ Այստեղ տեսնում եք, սա Օսմանյան ռազմական քարտեզի վրա կատարած բանն է։ Այս վերջի դեպի ելք ծովն է, այսինքն սա Տրապիզոնից դեպի արևմուտք ընկած ելքն է։ Սա որոշվեց, որ արվի է։ Ստեղծեց հատուկ հանձնաժողով, որի ղեկավարն էր ձեզ հայտնի Հենրի Մորգենթաուն, ամերիկյան նախկին դեսպանը Օսմանյան կայսրությունում։ Եվ այդ հանձնաժողովը արդեն ոչ թե Փարիզի վեհաժողով էր, այլ ազգերի լիգայի հանձնաժողով։ Սա շատ կարևոր հարց է, որովհետև Փարիզի վեհաժողովը վերաճեց ազգերի լիգայի։ Այդ ընթացքը եղել է, ինչպես հետո ազգերի լիգան վերաճեց ՄԱԿ-ի։ Սա շատ կարևոր է, այսինքն այս պարտավորությունները ձեզ փոխանցվում են, այդպես բան չի, որ արդյոք ինքը բան։ Ուրեմն հետևաբար այն բոլոր 18 երկրները, որոնք ստորագրել են Սևրի պայմանագիրը, ուրեմն իրանք ստորագրել են 89-րդ հոդվածը, որ նշանում է այդ կոմպրոմին հայցակցելուն իրենց համար պարտադիր է։
այս խոսքը վերաբերում է այս հոդվածի մասին։ Այստեղ շատ կարևոր է այս հոդվածի այս բանը to accept his decision thereupon։ Ընդունել նրա որոշումը անմիջապես։ Դա կարևոր է, որովհետև շատերը խոսելով Սևրի մասին, դե ասում են չվավերացվեց եւ այլն։ Ոչ, Սևրի պայմանագրի մեջ հստակ գրված է, որ կոնկրետ այս հոդվածները, այսինքն Հայաստան-Թուրքիա սահմանի մասին իրավարար վճիռը ընդունել անմիջապես։ Դուք բազմաթիվ հարյուրավոր պայմանագրեր կարող եք տեսնել, որտեղ պայմանագիրը ուժի մեջ է մտնում վավերացումից հետո, բայց եթե կա այլ պայմանավորվածություն, հոդվածների որոշ մասը ավելի շուտ է մտնում ուժի մեջ։ Բազմաթիվ կա։ Այս 80-րդ հոդվածը հստակորեն դա նախանշել է։ 90-րդ հոդվածը եւս առանձին Թուրքիայի համար պարտավորություն ստեղծեց, որ ասում է որոշման կայացման օրից։ Իսկ խոսքը վերաբերում է նոյեմբեր 22-ին, որտեղ անմիջապես բառը կարելի էր մեկնաբանել թուրքական ցեղով տարբեր, կարող է իրանք ասեն, որ անմիջապես նշանակում է, չգիտեմ, առաջիկա 100 տարվա մեջ, ինքը ասվեց որոշման կայացման օրից։ Այսինքն իրավական առումով որոշման կայացման օրից նոյեմբերի 22-ին այդ բոլոր երկրները ընդունեցին, որ Հայաստան-Թուրքիա սահմանը այն հայտնի սահմանն է։ Ինչու՞։ Այ հիմա ձեր հարցը, որ արդյոք իրավական ուժ ունի թե չէ։ Որովհետև Հագայի կոնվենցիան 1999 թվականի եւ 1907 թվականի, որը կոդիֆիկացիայի ենթարկեց, այսինքն ամրագրեց իրավարար վճռի կարգավիճակը միջազգային իրավունքում, հստակ նշում է, որ եթե իրավարար վճիռը կայացվել է եւ այլն, այն ուժի մեջ է մտնում definitely and without appeal։ Մեկընդմիշ եւ ենթակա չի բեկանման։ Այսինքն այստեղ տեսնում ենք, որ ոչ ժամանակային սահմանափակում ունի իրավարար վճիռը եւ ոչ էլ վերաքննվելու, բեկանվելու, փոփոխվելու։ Այո։ Ինչպես գիտենք, իրավարար վճիռը, հա, այսպես կարգ է լինում, երբ որ դիմում են կողմերը, հա, այսինքն երկու կողմը կամ միանգամից հայցադիմումն է, կոմպրոմիս։ Այո։ Այս պարագայում, հա, Թուրքիան որպես պարտված պետություն, բան Ֆրանսիան, Անգլիան, Իտալիան, այսինքն հաղթած պետությունները իրավունք ունեին, այսինքն երբ Թուրքիան պարտվել, իրավունք ունեն իրենք դիմելու իրավարար վճիռը։ Այդ նրանց լիազորությունները նայեք, ուշադրություն դարձրեք, որ գոյություն ունի երկու հայցադիմում։ Մեկը ապրիլի 26-ի Սան Ռեմոյի հայցադիմումն է, ստորագրված Իտալիայի վարչապետի կողմից, որը հանդես էր գալիս Փարիզի ռաժողովի անունից, մյուսը Սևրի պայմանագրի 80-րդ հոդվածը։ Երբ որ Թուրքիան հայցում էր խաղաղություն, ինքը պարտված երկիր էր, ինքը նոտա ուղարկեց Իսպանիայի թագավորի միջոցով Միացյալ Նահանգներին, որի միջոցով ինքը ընդունեց իր պարտությունը, անվերապահ պարտություն։ Ինչ է նշանակում պարտություն։ Պարտությունն իր հետևանքները։ Պարտության պահից, երբ որ ստորագրվում է զինադադարը, դու ճանաչում ես որպես պարտված երկիր, քո ամբողջ ճակատագիրը, քո իրավասությունը, որպես սուվերեն տրվում է հաղթող երկրներ, այսինքն դու դրանով իսկ ընդունում ես այն, ինչ իրենք կորոշեն։ Ինչպես եղավ բոլորի այլ պարագային, Վերսալի պայմանագրով եղավ Գերմանիայի պարագային եւ այլն եւ այլն։ Եվ ոնց որ ասած, այդտեղ չկա բարեգտություն կամ բան, չէր ուզում այս պայմանները կրվեիր։ Ստորագրել ես, ընդունել ես, որ իրենք պիտի որոշեն, իրենք որոշում են։ Սա մեկ։ Հետևաբար իրանք լրիվ լիազորված են, ինչպես բոլոր մյուս հարցերում, որտեղ միայն Հայաստանի հարցը չի, մանդատների հարցը, չէ՞։ Եթե լիազորված չէին այդ մեծ տերությունները լուծելու Օսմանյան կայսրության տարածքների հարցը, ստացվում է, որ այսօր այնպիսի երկրներ, ինչպիսիք են Սիրիան, Լիբանանը, Հորդանանը, Իսրայելը անօրինական են, իրավական հիմք չունեն։ Իսկ իրանց ստեղծումով է որոշել նույն այդ եռյակը։ Իսկ եթե նրանց ստեղծումը օրինական է, ուրեմն մերն էլ օրինական է։ Մեր եւ նրանց միջև տարբերությունն այն է, որ իրենց վերաբերյալ որոշումը ի կատարածվեց, մեր վերաբերյալ ի կատար չացվեց։ Դա արդեն քաղաքական հարց է, բայց իրավական առումով նույնն է։ Իսկ երկրորդը արդեն լրացուցիչ մենք ավելին ունենք, 89-րդ հոդվածն է, որ թուրքերը ստորագրեցին։ Իրենք տվեցին, իսկ կոմպրոմին, այսինքն հայցադիմումը վավերացման կարիք չունի, այսինքն որտեղ նախադեպեր կա, իմ ուսումնասիրությունների մեջ կա, օրինակ 1913 թվականի ուրիշ բան կար, arbitration կար ռուսների ու թուրքերի միջև նույն ձևով էր։ Այսինքն ստորագրեցին դեսպանները, ստորագրությունները բավարար են, կոմպրոմին վավերացման կարիք չունի, պայմանագրերն են, որ վավերացման կարիք ունեն։ Կարճ ասած, այդ իրավական հիմքը կար,
դիմեցին, կատարեցին, սա էլ է հիմքն է, ինչու ենթակա չի բեկանման, որտեղ Թուրքիան ստորագրել եւ վավերացվել է 1899 թվականի կոնվենցիան, 1907 թվականի կոնվենցիան ստորագրել է, բայց չի վավերացրել, բայց իհարկան չի համար գործում է 99 թվականի կոնվենցիան, որը բառացիորեն համարյա նույնն է։ Այնտեղ մի փոքր փակագծերի մեջ որ նայեք այդ տարբերություն, բայց հիմա խզուտ խմբագրական է։ Հիմա սա այն 4 չափորոշիչներն են, որով ցանկացած իրավարար վճռի օրինականությունն է որոշվում։ Միջազգային իրավունքի մեջ կան հստակ, այսինքն որոշվել է։ Մեկը, որ իրավարարները պետք է զերծ եղած լինեն արտաքին խոտոր ազդեցություններից, ինչպես է հարկադրանքը, կաշառքը կամ նյութական շահագրգռությունը։ Իհարկե դատավոր է, դուք իմանաք, որ ինքը գործել է անաչառ։ Հիմա որևէ մեկը երբևէ կասկածի տակ չի դրել, որ Woodrow Wilson-ը գործել է կաշառքով կամ որևէ հարկադրանքով։ Երկրորդը, ապացույցների հավաքումը պետք է զերծ եղած լինի կեղծիքից եւ չպարունակի օրվերական սխալ։ Այն որ ես ասում եմ, որ իրանք հազարավոր փաստաթղթեր են հավաքել եւ այլն, այդ արել են մարդիկ, այսինքն մանրակրկիտ աշխատանք է կատարվել եւ իսկապես սխալներ չկան։ Ինչ եմ ասում սխալներ, որտեղ օրինակի համար կարող է սխալ հիմնավորում լինել, չգիտեմ, պատմական կամ իրավական դրա հիման վրա անեն, որը բեկանման հասկն է։ Երրորդը իրավարարության հայցադիմումը կոմպրոմին պետք է վավերական եղած լինի։ Այդ ծեր ասածն է, որ ինչքանով այդ կոմպրոմին վավերական, իսկ ինչքանով են լիազորված դրանք դիմելու իրավարարության, որովհետև գիտեք ինչ է, մենք պայմանագրերի մասին խոսեցինք, բայց նույն բանը կարող է երկրի մեջ մեկը կանգնի, ասի ես եմ երկիրը ներկայացնում, գնա ինչ-որ մի բան ստորագրի, դա այդպես չի։ Բայց այստեղ այդ բանը կա ընթացքի։ Եվ երրորդը իրավարարը չպետք է գերազանցած լինի իր լիազորությունները։ Այսինքն, եթե հիշում եք, ես ասացի, որ օրինակ այնտեղ գրված էր, որ սահմանը պիտի անցնի նախկին Օսմանյան կայսրության Վանի Բիթլիսի Երուսաղեմի Տրապեզոնի։ Հիմա Խարբերդի նահանգի վերաբերյալ, օրինակ հսկայական ճնշում կար Ուիլսոնի վրա հենց ամերիկացիների կողմից, որտեղ ուզում եմ ասեմ չկարծեք, որ բոլորը որ նույն Սևի պայմանագիրը ստորագրվեց գոհու երջանիկ էին։ Ես զեկույցում եմ դրա մասին, հսկայական ալիք դուրս եկավ բանի դեմ այդ եւ իր Սևի պայմանագրի դեմ, որ այս ինչ կկատարվում։ Այս ինչ անբարոյականություն է։ Այսինքն հերիքի հայերին կոտորել են։ Հիմա այդ պատճառը որ հայերը քչացել են թվով, ասում եք երկրի մեծ մասը տանք թուրքերին, որտեղ իրանք մեծամասնություն չեն լինի։ Այս նշանակում է խրախուսել հանցագործին։ Այդ ծեվա։ Այնպես որ մի կարծեմ, որ Սևի պայմանագիրը, որ ասում են բան է, Սևի բան շատ վատ ընդունել եւ հայերի կողմից, որտեղ հայերը ընկճված, այսինքն ստացվեց մի բան ոնց թե։ Այսինքն մեզ կոտորեցին ու ստացվում որ թուրքերը ոնց ասած մարսում են այդ կոտորելը։ Դրա համար երբ որ նույն Ուիլսոնին դիմում էին Խարբերդի վերաբերյալ, հատկապես ամերիկացիները, որտեղ Խարբերդում ամերիկյան միսիոներները հսկայական սեփականություններ ունեին եւ համեմատաբար Խարբերդի նահանգը ավելի շատ է ժողովուրդ փրկվել, որտեղ ավելի մոտ է բանին, Տերզորին, բան այդ ամբողջը։ Ավելի դաժանաբար կոտորվել է ռուսական սահմանի կողմից ժողովուրդը։ Ուիլսոնը ասաց, այդ ամբողջ գրագրությունը կա, որ եթե ես հանկարծ իմ իրավասություններից ավելի շատ բան անեմ, այսինքն Խարբերդից մի մաս տա, նշանակում է ամբողջ իրավարարությունը անօրինական կլինի։ Դա համար ինքը միակ բանը, այն է որ դրա մեջով պետք է գցել։ Ու ինքը կարող է այդ նշած 4 նահանգները ամբողջությամբ հայերին տար։ Կարող էր ոնց որ արեց, ասենք 60-70%-ով, բայց կարող էր օրինակի համար ամեն նահանգից 1000 քառակուսի կիլոմետր տար հայերին, էլի կհամարվեր, ոնց որ ասած ինքը գործել է իր լիազորությունների շրջանակում։ Այդ բանը կար։ Հետևաբար այս 4-րդ պարագայում էլ չնայած այդ բոլոր ճնշումներին Ուիլսոնը դիմացավ։ Հիմա այստեղ տարբեր հիմնավորումներ են, քանի որ սա, քանի որ նա, ինչի է սա։ Բան Այսպես բան անենք, որ ինչ ունենք այսօր եւ որն է Հայաստան-Թուրքիա սահմանը, որտեղ անընդհատ դուք լսած կլինեք Facebook-ում էլ մի շրջան կար, որ ճիշտ քարտեզը պետք է նկարել եւ այլն, հիմնականում այդ Ղարաբաղի մասին էր խոսքը, որ չի կարելի մարզով եւ այլն։ Նույն լավ շարժում էր իհարկե, բայց դա ճիշտ քարտեզը չի Հայաստանի։ Հայաստանի սահմանը սա է։ Մենք որս կպցել ենք, դրա համար ենք կպցել, սա է Հայաստանի Հանրապետության սահմանը, ոչ թե սովետա-թուրքական սահմանը, շատերը, գիտեք, շատ տարօրինակ բան կա, ուրեմն սովետական միության մեջ եղել է Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետություն վարչատարածքային միավոր, դա վարչական միավոր է, որը ոչ միջազգային իրավունքի սուբյեկտ է, ոչ մի բան չի, իր համար բան է, ինչ ասեմ, թաղապետար է,
մի քիչ մեծ։ Իր կարգավիճակով էդ է, ավելի բան չի եղել։ Եվ ունի որոշակի սահմաններ, որը այլևս չկա։ Հիմա չգիտես ինչու, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ, դրանց ասում ենք, էս է մեր, այդ չի մեր սահմանները։ Մեր սահմանները այն սահմաններն է, որը որոշվել է ժամանակին 20 թվականին, միջազգային համապատասխան իրավական որոշմամբ ամենաբարձրագույն մարմնի կողմից Փարիզի վեհաժողովի ազգային լիգան ընդունել է, ճանաչել է, հանձնաժողով ստեղծել, որ պետք է գնար տեղում դներեցությունները եւ այլն, այդ ամբողջը որոշվել, չի իրականացվել։ Եկը գրավել են, գիտեք, կա օգոստոսի 24-ի ռուս-թուրքական գաղտնի համաձայնագիր, Քեմալա-բոլշևիկյան, որով պայմանավորվեցին, եկան Հայաստանը կիսեցին։ Այս մասը թուրքերին, այն մասը ռուսներին։ Բայց էլ եմ ասում, դրանից, երբ որ քո երկիրը նվաճում են, չի նշանակում դու կորցնում ես տիտղոսը երկրի վրա։ Այսօր հյուսիսային Կիպրոսի մի զգալի մասը նվաճված է։ Արդյոք այն դադարեց լինել Կիպրոսի մասը, իհարկե ոչ։ Հիմա Հայաստանի մի մասը նվաճված է թուրքերի կողմից։ Արդյոք սա դադարեց Հայաստանի տարածքի վրա, իհարկե ոչ։ Իրավական տեսակետից այսինքն թուղթը, փաստաթուղթը դեռ ամրագրած է մեր անունով։ Խնդրեմ։ Այդ դեպքում Ադրբեջանները ասել Լեռնային Ղարաբաղի մի շարք իրանց քաղաքներ եւ իրավացում իրանցն է։ Ինչ փաստաթղթի հիման վրա։ Հիմքը ո՞րն է։ Յոպե, այդպես չէ, ինչ փաստաթղթի հիման վրա։ Ես ունեմ Երևանում բնակարան, դա կադաստրի համապատասխան վկայական հիման վրա իմն է։ Ինչ փաստաթղթի հիման վրա է Աղդամը Ադրբեջանի մասը։ Չկա նման փաստաթուղթ, եւ չի կարող։ Հիմա մենք դա կանդրադառնանք։ Մենք կապացություն ենք, որ դա Հայաստանն է։ Հա, ես հիմա կապացում եմ դա Հայաստանն է։ Եվ դրա մասին կազգային լիգայի որոշում։ Հիմա սա Հայաստանն է այս մասով։ Այսինքն մենք դա եկել են գրավել են։ Այո։ Իսկ ինչքանով է իրանց ասածը հիմնավորվում, որ մենք պարտավորություն չենք կրում Օսմանյան կայսրության ստորագրած պայմանագրի ինչքանով է դա հիմնավորվում։ Չէ, դա բնականաբար որևէ ձևով չի հիմնավորվում, որովհետև իրանք իրավահաջորդն են, անգամ շարունակականությունն են, դա միջազգային իրավունքով ապացված, դա պրակտիկայով եւ թուրքերը դա ընդունել են բազմաթիվ անգամներ, sense կա դատական որոշում միջազգային, այսպես կոչված, լիքը։ Դա մասին կարանք առանձին խոսանք, առանձին հոդված կա։ Առանձին հոդված կա այդ ինգրքի մեջ, այդտեղ այդ հղումները կա ու լիքն է, այսինքն դա անվիճելի է։ Այնքան անվիճելի է, որ նույն թուրքերը իրանք Օսմանյան կառավարության պարտքը շարունակում էին վճարել մինչև 1948-ի։ Լոզանի կոնֆերանսում էլ իրանք վերահաստատեցին Օսմանյան կառավարության բոլոր պարտավորությունները։ Այդ թվում նաև էս 16-րդ հոդվածը հաստատեցին նաև էս, շատերին դրամասներ չի, ասում եմ Թուրքիայի Հանրապետությունը չեղյալ արեց Սերբիայի պայմանագրի, երբ չեղյալ արել։ Թողից ցույց տան։ Ես դրամ ասում մի հավատացեք որևէ մեկի անգամից, երբ որ մեկը մի բան ասում, այ ոնց որ ես ասում, ցույց տվեք թուղթը, փաստաթուղթը, ցույց տվեք այն հոդվածը, այն փաստաթուղթը, որով Օսմանյան կայսրությունը չեղյալ է հայտարարել կամ իրավասու էր արդյոք չեղյալ հայտարարել, դա ուրիշ խնդիր է։ Եվ այլն, այո։ Իսկ եթե նույնիսկ քրտիկեն չի ընդունում իրավահաջորդությունը, ինչով է հիմնավորվում, որ այդ տարածքները Թուրքիային է կապված։ Ինչով է հիմնավորվում սա Թուրքիային է։ Այո։ Չէ, հիմնավորում չկա։ Օրինակ, երբ որ 1920 Մոսկվայի կարգի պայմանագիրը, որը օրինական չկա։ Նայեք, անգամ Մոսկվայի կարգի պայմանագիրն օրինական չէ։ Ես պարզ օրինակ, չէ, մենակ իմ ասածը չի։ Ես սովետի պրակտիկայից օրինակ բերեմ, որ դուք համոզվեք, որ սովետն էլ Մոսկվայի պայմանագիրը անօրինական էր համարում։ Շատ պարզ բան կա։ Բոլորը գիտեն դրա մասին, բայց դրանք չեն մտածում, չեն շարունակում։ Հայտնի Վիշինսկու ելույթը կա 45 թվականին, որով մենք ասել սովետը որոշակի տարածքային պահանջներ ունի։ Եվ հայտարարեց, որ սովետական միությունը չեղյալ է հայտարարում 1925 թվականի դեկտեմբերի սովետա-թուրքական պայմանագիրը, որով ըստ էության ամրագրված է մեր հարաբերությունները եւ դրա հիման վրա։ Այսինքն ինքը հանեց այդ իրավական հիմքը։ Հենց սա, որ այդ ժամանակ Մոսկվայի պայմանագիրը չեղյալ չհայտարարվեց, այլ 25 թվականի պայմանագիրը չեղյալ հայտարարվեց։ Դա ցույց սովետականության 21 թվականի Մոսկվայի պայմանագիրը արդեն իր ուժը կորցրել էր 25 թվականի պայմանագիրը ստորագրելուց հետո եւ այդ ծավա եղել։ Այսինքն սովետի համար էլ չի եղել։ Այն որ Էրդողանը եկավ եւ Մեդվեդևին այդ նկարը տվեց Մոսկվայի պայմանագրի, հենց դա էր։ Ինքը ամեն ձև ուզում են իրանք դա բան անել։
Այսինքն ոնց ասած վերահաստատեն, բան, որը իհարկե անհեթեթություն է բոլոր առումներով, միջալոց վաղը դրա մասին ես պիտի խոսամ, ինձանց առաջել Ռեմ Ղազարյանը պիտի խոսա մի քիչ ավելի այսպես ասած արխիվային փաստաթղթերի մասին, ընդ շատ հետաքրքիր մանրամասներ կա, դա որ Մոսկվայի պայմանագիրը ոչ թե մարտի 16-ին ստորագրվել, այլ մարտի 18-ին։ Պարզապես բոլշևիկները, քանի որ մարտի 16-ին ստորագրել էին անգլիացիների հետ առանձին պայմանագիր, բայց հերթականանոցից գցում էին անգլիացիներին, իրանք նույն ամսաթիվը դրեցին 18-ին, իբր թե որ ասեն անգլիացիները, որ մենք գիտենք, երբ որ ձերից ստորագրում էին, չգիտեին, որ թուրքերից sense բան ա եղել։ Բայց այս թուրքերից ստորագրում 2 օր հետո արդեն լավ էլ գիտեին։ Այսինքն այդ տարօրինակ երկիր ա եղել սովետական միությունը, այսինքն ամեն ինչ ստի վրա կառուցված, գիտեք, չէ՞, այսինքն կրակոց որ ասում Ավրորան կրակեց, բանի պալատի վրա, պարզվեց, որ դա չի կրակել, այսինքն դա էլ ասում։ Այսինքն հակամ այդ կրակոցի մեջ իրականություն չկա։ Այսինքն այդ ձև է։ Բայց հիմա մենք որ վերադառնում ենք իրավունքի, շատ պարզ է իրավունքը։ Իրավունքը պետք է ամրագրած է ինչ որ մի բանով։ Եվ այդ ինչ որ մի բան էլ պետք է տվյալ պահին իրավական դաշտում հիմք ունենա։ Այսինքն եթե ընդունված է կա, այո, ես այդ կողքան։ Դուք նշեցիք, որ ցեղասպանության ճանաչումը դեռևս իրավական հիմք չունի, բայց դե նայում եք դրանների դեպքում, հոլոկոստի դեպքում գերմանացիները միակ ճանաչումից հետո Գերմանացիները երբ են ճանաչել հոլոկոստը։ Ճանաչումից հետո Չէ, կոնկրետ ամսաթիվ խնդրում եմ, երբ են ճանաչել գերմանացիները։ Գերմանացիները չեն ճանաչել հրեական հոլոկոստը, այդպես բան չկա։ Այդպես բան գոյություն չունի։ Չկա փաստաթուղթ։ Ասեն, դա 52 թվականին Լյուքսեմբուրգի պայմանավորվածությունը, որտեղ Գերմանիան ասեց, որ ես Գերմանիաս որպես բարի կամքի դրսևորում, չեմ ճանաչում։ Բարի կամքի դրսևորում Իսրայելի նյութական օգնություն ցույց կտամ, ի հատուցումն ծախսի, որ Իսրայելը կկատարի Եվրոպայից եւ Գերմանիայից ներգաղթյալներին տեղավորելու համար։ Եվ դրա հիման վրա է տալի։ Չկա մի որևէ փաստաթուղթ, որով Գերմանիան հոլոկոստը ճանաչացնի։ Մի խաբվեք։ Ուրիշ բան որ պրակտիկա է, նայ, լիքը ձեր խոսակցություններ կան, մենք խոսում ենք տարածքային ամբողջականության մասին, չէ՞, որ խոսում են բոլորը, դա շատ բան կա աշխարհում։ Որ բոլորն ասում են, բոլորին թվում է այդ ամբողջը կա, աշխարհը տափակա, որտեղ աշխարհը չի կարող կլորելնի, որտեղ եթե կլորելնի ջուրը վրայից կթափվի, ակնհայտ է, չէ՞ որ աշխարհը տափակա։ Հակառակ դեպքում ջուրը կթափվեր վրայից, բայց բոլորը գիտեն, որ աշխարհը կլոր է։ Բայց ուղղակի պատկերացնել չի լինի, տեսականորեն պատկերացնել չի լինի, որ աշխարհը ոնց է կլոր։ Բայց գիտականորեն դա ապացուցված է, բայց ակնհայտ է, որ աշխարհը տափակ է։ Այո։ Ասացի, որ 40 թվականի Ռեշիսկին չեղան հայտարարել, 20 թվականի պայմանագիրը ինչ հիմքերով չեղան հայտարարել, որտեղ նույնը Թուրքիան կարող չեղան հայտարարել։ Այո, որովհետև 20 տարով էր այն կնքված, եւ կողմերը կարող էին կամ չեղել հայտարարեին, կամ երկարաձգեին։ Նայ, հեսա բան կանեմ։ Ինչու իրավարար վճռով որոշվեց անել հայ-թուրքական սահմանի որոշումը, չէ՞։ Եթե Սևի պայմանագիրը ուշադիր կարդաք, բոլոր սահմանները որոշված են տարածքային մասով, այնտեղ առանձին բաժին կա։ Հայ-թուրքական սահմանը միակ սահմանն է, որը որոշվել է քաղաքական բաժնում եւ ոչ թե տարածքային բաժնում, որովհետեւ հայ-թուրքական սահմանի որոշումը երկու խնդիր կա։ Առաջինը արդեն դա քաղաքական որոշում էր, որ իրավական ձևակերպում ստանար, որովհետև այն սկզբունքը, որի հիման վրա սահմաններն էին գծում, ազգային ինքնորոշման սկզբունքը, Հայաստանի պարագային չէր կարող աշխատել, որովհետև դրա վրա էլ որոշում կա, որ 1878 թվականից սկսած Թուրքիան արհեստականորեն կրճատել է հայերի քանակը, պարբերաբար կոտորել է եւ այլն եւ այլն, այսինքն հանցագործություն չի ծնում իրավունք։ Սա մեկ քաղաքական վճիռ, որ շատ կարևոր էր։ Երկրորդը այն էր, որ ակնհայտ էր Սա հիշեք 20 թվականն է, 20 թվականի փետրվար-ապրիլ, ապրիլի 28-ին բոլշևիկները մտան Բաքու արդեն, որ իրավարար վճիռը, այսինքն հայ-թուրքական սահմանորոշումը չի իրականացվելու, չի կենսավորվելու, դա արդեն ակնհայտ էր։ Այսինքն բոլշևիկները գալիս էին եւ գրավում Հայաստանը, թուրքերի հետ միասին։ Դրա համար պետք էր այնպիսի որոշում ընդունել, որը լիներ անբեկանելի։ Եթե դա արվեր պայմանագրի հիման վրա, օրինակ Սևրի պայմանագիրը վավերացնեին, չէ՞, դա կարելի էր հանգստանել։ Շատ են թվում այն չի, որտեղ պետք չէր անել, դա էլ չարեցին։ Կարելի էր նույն ստիպել Թուրքիայի կառավարությանը օրինական, կվավերաց, բայց դրանից հետո կգար նոր իշխանություն, որը չերյալ կհայտարարեր կամ կվերաբանակցեր, ինչպես արեցին։
Կարս, Մոսկվա եւ այլն։ Եվ պայմանագիրը կբեկանվեր։ Կներեք հենց դրա հիման վրա Ռիչարդ Հովհաննիսյանը ասում էր, որ նույնիսկ Վիլսոնը այնքան վատն էր, որ տես գիտեր, որ չի իրականացվելու, բայց արեց, բայց փաստորեն պետք է հակառակ կողմից դա նայել, որ ինքը ուղղակի հնարավորինս ապահովեց Հայաստանին իր Վիլսոնի եւ Ռիչարդ Հովհաննիսյանի տարբերությունն է, որ Ռիչարդ Հովհաննիսյանը պատմաբան է, Վիլսոնը իրավաբան է, եւ հարցի տարբեր երևույթներ տարբեր ձև են նայում։ Վիլսոնը խնդիր ուներ կատարել մի որպիսի իրավական ակտ, որը չբեկանվի։ Այսինքն իր համար մյուս պատմական բաները կարևոր չի։ Հիմա որ ես եկամ մի փոքր այսպես ասած զեղում, ռոմանտիկ, չգիտեմ ոնց։ Այ եթե արիտ ունենաք գնաք Վաշինգտոն DC մայրաքաղաքը։ Այնտեղ միակ նախագահը, որի եւ գերեզմանը գտնվում է Վաշինգտոնում, դա Վիլսոնն է եւ տուն թանգարանը։ Գնացեք Վիլսոնի տուն թանգարանը։ Վիլսոնի տուն թանգարանում մի սենյակ կա, որտեղ իր մայից հետո իր դագաղն են դրել, դա երկրորդ հարկում է, որտեղ իր առաջին կնոջ ձեռքով նկարած աստվածամոր նկարն է եւ մյուս կամինի վրա վերևը մի հատ աղջկա նկար է։ Պես կանաչ ֆոն, դա Էդգար Շահինի Փուշմանի նկարն է, որը ժամանակին Փուշմանը դեք հայազգի նկարիչ էր, ֆրանս-ամերիկյան սենց ասենք, այդտեղ աղջիկա նկարած, որի ձեռքին ծաղիկ է եւ այդ ծաղիկը անթառամ ծաղիկն է։ Որտեղ սիմվոլը ինչու՞ն էր, որ աղջիկը խորհրդանշում է Հայաստանը, իսկ ձեռքի անթառամ ծաղիկը դա իրավարար վճիրն է, որը անթառամ է, որը չի թառամելու։ Եվ ոնց որ ասած սպասում են աղջիկը դեռ կլինի 15-16 տարեկան է, կանաչ բանը, որ ինքը ի վերջո պետք է մայրանա, ոնց որ ասած զավակ պետք է լինի, որը պետք է տեր կանգնի այդ իրավարար վճռին։ Երբ որ Վիլսոնը մանում էր, դա այ որ գնաք, անգամ չասեք որ դուք հայ, գիտերը ձեզ կպատմեն, որ Վիլսոնը իր մահվանից առաջ մեռնելուց ասում էր, որ ես հայ նկատմամբ մինչև պարտքս, մինչև վերջ չկատարեցի, այդ մարդը տենց մեռավ։ Հասկանում եք, իսկ երբ որ ես դե քաղաքապետարան դիմեցի, ասեցի, որ եկեք մի հատ, չգիտեմ, արձան դնենք, մի հատ բան անենք, որ ի վերջո 1 միլիոն հայ է փրկել, 1 միլիոն։ Ձեր աշխարհում որևէ մեկը չկա է, որ 1 միլիոն հայ փրկացել դի, ասեցի ռուսները կնեղանան։ Բայց երբ որ ասեցին, այ Գրիբաևը, Պուշկին, դա ասեցին որևէ քաղաքական գործիչի ռուսական չկա։ Այսինքն կրակը չեն գանք, այսինքն որ ռուսական քաղաքական գործիչի չկա, այսինքն էս քաղաքական դնենք մի հատ Մեդվեդևի քանի որ շատ դժվար է, այստեղ ժամանակին եղել է, չէ՞ ասենք, արդեն Եկատերինայի արձանն Գրիբաևը պոլիտիկ չի։ Բայց ես կարծում եմ, չէ, Լենինին հանեցի, Լենինն է ուրիշ բան։ Ես կարծում եմ դա մեր ժողովրդի պարտքն է, եթե անգամ վերանանք այս բանից, այսինքն որբերի պահելու համար պիտի արվի, հասկանում եք, չի կարելի մոռանալ նման բան։ Չգիտեմ, եթե արձանը կամ պրոկուրոր բացի, Ինձ վերը պատասխանը հետևյալն էր, ասեցին, որ այդ վերևը մանումենտի մոտ բաների երախտավորների մայրուղի պիտի լինի եւ պիտի դնեն բաներ, Կիսանդրիներ, Ալեք Մանուկյան, չգիտեմ ուրիշ բան, դրա ես ասեցի չէ։ Ի վերջո չի կարելի հասկանում եք, հիմա ամեն դեպքում նախագահ եւ քաղաքական գործիչ այդ բանով եւ ասենք մարդ, որը կազմակերպության ղեկավար է եւ բանով։ Եվ դա ուրիշ լիքա հայեր կան, որ հələ Մանուկյանը, Ալեք Մանուկյանը լավն է մեջների։ Չէր կարելի այդ բանը։ Ուսես պարբերաբար այս հարցը ելնում իջնում, օրինակ քչերը գիտեն, որ կառավարության որոշում կա, չեմ հիշում, արդեն մոռացել եմ, հավերժացնելու Ուդրո Վիլսոնի հիշատակը, դա այսինքն ահավոր աշխատանքի արդյունք էր, բայց քանի որ բան չկա, ես այդ ժամանակներս են գնում գալիս, այսինքն որոշումը մի կերպ ընդունել ենք տալի, գնում են մեռնում էր։ Այսինքն, մի երկու հոգու, բայց կառավարությունն ասում էր, որ պետքա, հələ դեռ բանի ժամանակ, Անդրանիկ Մանուկյանի ժամանակ, իր աստորացությամբ մի օր պիտի գնան երևի տարոն, Մանուկյանի մոտ,
տղու մոտ, որ ասեմ է սա, հերդ սենց բան է որոշ, ապրիմյա տեղ տա դեք այդ մարդի, արձանը դրեք, չէ ձև այդ, այսինքն այդ որոշումը կա, հալա այն ժամանակ որ նա էր վաղճան։ Բայց բանը ինտերնետում որ մանրակ Կա, այդ ունեք մի պատճառները տարբեր էին, ասեցին, որ տեղ չկա քաղաքի կենտրոնում, թե դրանից հետո մի քանի արձան դրեցին, տեղ քթան, այսինքն ցանկության դեպքում կարելի է գտնել եւ դա պետք է։ Օրինակ պետք է, օրինակ այն մեծ ճանապարհը, որ կառուցում են Աչափնյակից դեպի ամերիկյան դեսպանատուն, այդ իսկ իր տեղն է, հասկանում եք, հենց դուրս է գալու բանի վրա, ամերիկյան դեսպանատան վրա։ Տեսնենք, դեռ հարցերից մեկն է, որ պիտի արվի, որտեղ այստեղ եւ կա բարոյականության խնդիր, եւ կա քաղաքական շահի, որտեղ երբ որ մենք Հայաստանում դնում ենք Ուիլսոնի արձանը, եւ բանից որ տուրիստը տենա, ասենք գալիս է բանը, ամերիկացին, ասում է սով է, ոնց որ տեն մեր Ուիլսոնն է, բան ինչ գործունից է, չէ, ինչ գործունից է, հա, որովհետեւ սենց, ու սկսում այն կհետաքրքրվել, դա գաղափարի պրոպագանդման ձևերից մեկն է, դա հուշարձանները Միգուցե Թամանյանի նման սենց Վիլսոնն է ու այո, մշտապես կիրառվել է, ու պատկերացնում եք, քանի ամերիկացի կգա, Վիլսոնի այդ գրկվածքը նկարվի ու էդիկ ուղարկի տուն, եւ այդ մարդիկ խոսան, բայց ինչի է նկարը գործունից տեղ է, դա այդ ձևա գաղափարը տարածվում, ու կսկսեն ես մի անգամ կինոյով բանա, երկիր է հեղափոխություն, ես մի անգամ Կանադայից Ամերիկա էի անցնում, մի ճամպրուկ ես գրքից էի տանում էի, որ բաժան էի, բան ես պետ մաքսավորն ասում ես ինչ է, ասում եմ գիրք է, բա ինչ ես ես կան տանում, դա ասում եմ իմ գրքերն է տանում եմ բան, դա շատ բան է խիստ է, վաճառելու համար թե չէ, եւ ասում եմ չէ, ինչի մասին է, դա ասում եմ Ուիլսոն, ես չեմ ուզում շատ խոսալ, կարճ ասած, ի վերջո գնաց նրան, որ կես ժամվա դասախոսություն էր, բոլոր մաքսավորներն եկան, գործը թողել էին, եւ հետաքրքրվում են, իրանց համար էլ հետաքրքիր է, մի կարծեք որ այս, իրանց պատմության մասն է, չէ, իրանք էլ չգիտեն այս ամբողջը, բայց մարդիկ հետաքրքրվում էին, եկան, նայեցին, բան, ասի վերցրեք, մի գիրքը իհարկե չէ, որտեղ շատ խիստ է, էլի, այսինքն անգամ ես եթե իրանց նվեր տամ, իրանք կարային բոլորին գործից հանեին դրա համար, էլի, դա համարվեր ճնշում իմ վրա, հա, եւ այլն, օրինակ ես որ հունիսի Թիֆլիս էի գնում, էլի տարա այս բաները, վրացիները դե չէին թողում, այսինքն այս բանը լավ այդպես մի հատ վրացուի լրագրողուի կար, էսի ասեց ինչ որ պրոֆեսորի բաներ ասեց, համոզեց, մի քիչ գորգրացող աղջիկ էր, էլի, ինչ որ կռիվ սարքեց, բան, իմ ճամպրուկը տարել էի, հետ բերել տվեց, բան եւ այլն, վերջը անցկացրեցինք, էլի, ուզում եմ ասեմ, հետաքրքրում է, եւ սա կարեւոր է այդ բոլորը բան անելը։ Այսինքն սահման է կորցնում Թուրքիայի հետ, մի հարևան կորցնում է ցամաքային։ Այստեղ շատ կարևոր է, որ մենք լծակենք ձեռքբերում նաև Վրաստանի նկատմամբ ամեն ինչից բացի։ Այստեղ շատ քաղաքական դրա մասին մենք հետո առանձին կխոսանք, մենք վաղներում։ Այստեղ այդ Աղդամի պատմությունը։ Հիմա, քանի որ բազմաթիվ տարբերակներ է եղել, ես որ ասում էի, մեկը սա է, այս դեղինով Հայաստանի, այսինքն մեծ Հայաստանի ստեղծումն էր։ Այն ինչ որ խոսում եք, Ծովիսով։ Այսինքն ինչ որ ծովիսով էր կոչվում, այ հեսա։ Սա միջերկրական ծովն է, սա սև ծովը եւ սա, ասենք Ջավախբան, ասենք ես գալիս է Ղարաբաղ եւ այլն։ Հիմա իսկ այս կարմիրը իհարկե նա ինչ որ տվեցին։ Եթե տեսնեք, սա 40%-ն է, որտեղ այս մասը Արևելի Հայաստանն է, այս մասը հանեք, իսկ այս մասն են ապտվել, որը 40%-ն է, իսկ այս մասը մեծա 60%-ը թողեցին Թուրքիայի մեջ։ Այսինքն սա նախնական տարբերակն է, որ բան պիտի դեռևս 19 թվականից քննարկվում էր, որ Հայաստանը այս սահմանները պիտի ունենա։ Հա իմիջիայլոց այդ ծովից ծով Հայաստանը, որ շատ հաճախ կլսեք իբր Տիգրան Մեծից այլ բանական չէ, որ դաշտակցության են մեղադրում, ասում են, որ ինքը ծովից ծով Հայաստանն է ուզել, կամ իր սրակիրն է, ռոման։ Դա ուրեմն երկու բան ասեմ։ Դա նախ կապ չունի դաշնակցության հետ։ Ծովից ծով Հայաստան ձևակերպումը դա ամերիկյան ձևակերպում է, մասնավորապես Վուդրո Վիլսոնի From sea to sea։ Քրիստոնեական։ Դա կարծեմ 61-րդ Սաղմոսից է, քանի որ ինքը անգիր գիտեր բանը, որտեղ իր հայրը միսիոներ էր, էլի, այսինքն քարոզիչ էր Վիլսոնի հայրը, ինքը շատ լավ գիտեր
ասվածաշունչը։ Եվ իրա ձևակերպում է, ասենք այդ ծովի սովը դա ամերիկյան հյուսիսյան ձևակերպում, սա մեկ։ Իսկ եթե ինչ վերաբերում է դաշնակցությանը, ընդհակառակը, դաշնակցությունը ի տարբերություն օրինակ ռանկավարների հետագա, ասենք Պողոսն ու բարի, դաշնակցությունը ասում էր, որ ես ինքը բավարարվում էր բանով, միայն Ռուսա-Հայաստանով։ Դաշնակցությունը այդ ծրագիրն է, դրա ինքը անգամ Արևմտյան Հայաստանի մասին սկսել այդ Պողոսն ու բարը եկավ, որ ասեց, որ չէ, պետք է ամբողջը փանանենք եւ այլն, նենց որ բան էլի պարկես չի մեղադրել, դաշնակցությունը առանց շատ մեղադրելու շատ բաներ ուներ, էլի հարցեր չի, բայց այս հարցում պետք չի մեղադրել, Հիմա, այս մյուս քարտեզն է, որտեղ այս բանը իրավարարությունը իրանքից ունի 5 քարտեզներ, որոնք ամենեք իր մեջ մի քանի պատկեր կա։ Մեկ մյուսը սա է, եթե տեսնում եք, այս ներքևը գրած է Քուրդիստան, բայց ինչու նույն գույնով է ներկած եւ ոչ թե առավել։ Այո, որտեղ նախ պետք է լիներ ինքնավար Քուրդիստան, հետո տարիներ հետո 4 տարի հետո պետք է լիներ հանրաքվե եւ որոշվեր արդյոք Քուրդիստանը կանկախանա, թե ոչ։ Հիմա 62-րդ հոդվածը Սևրի պայմանագրի հստակորեն ասում է, որ Քուրդիստանի հյուսիսային սահմանը դա Հայաստանի հարավային սահմանն է։ Եվ ես տարիներ առաջ, երբ որ մեր ղեկավարության հետ այս հարցերի մասին խոսում եի եւ փորձում էի համոզել, որ պետք է զբաղվել, իմ տեսակետը հետեւյալն է, հիմա նույնը։ Քրդական պետության ստեղծումը անխուսափելի է։ Քրդական պետությունը ստեղծելու համար պիտի որոշակի իրավական հիմքեր ունենա, եթե անգամ դա զենքով էլ ստեղծի, պիտի իրավական հիմք ունենա։ Միակ իրավական հիմքը դա Սևրի պայմանագրի 62-րդ հոդվածն է, որը նշանակում է հայկական հարցը ինքնին մեջտեղ է գալու։ Իսկ մենք ուզած չուզենք այս հարցի մեջ մտնելու ենք։ Եվ մեզ պետք է պատրաստ լինել, որտեղ երբ որ կգա ժամանակը մենք հերթական անգամ պատրաստ չենք լինի։ Այ խոսքը այս Քուրդիստանի մասին է, որ այստեղ կար, այսինքն։ Հա, եւ այստեղ եթե դուք նայում եք այս հարավային սահմանը, ինքը բավականին հյուսիսով է, եւ Կիլիկիա, Սիրիայի մաս է կազմում։ Հիմա այսպես է գնում սահմանը, հիշեք, որ դա 1921 թվականի օկտեմբեր 21-ի Անկարայի համաձայնագրով էր, այսպես կոչված Ֆրանկֆուրտի պայմանագիրն է, որ էլի անօրինական է, ես դրա համար ժամանակին գրեցի, որ չի Ֆրանսիացիների երախտապարտին է, պետք է Ֆրանսիացիներին դատի տալ պարզապես, որովհետև այս տարածքների հանձնումը Թուրքիային Ֆրանսիան լիազորություններ չուներ, որովհետև այս տարածքի իրավատերը ազգերի լիգան էր, Ֆրանսիացին զուտ մանդատորն էր, այսինքն բանն էր, մենեջերն էր, հա, ասենք տնօրենն էր գործադիր, սեփականատերը չէր եւ ինքը իրավունք չուներ իր սեփական շահի համար ինչ որ բաներ տար, բաներ ստանալ։ Եվ այդքան ոնց որ հիանալ ֆրանսիացիները պետք չի, իրանք դեռ ոնց որ բանը եւ ամբողջ քիմիկան տվել են, որի հետևանքով ես ավելի շատ Անտիլիասի եկեղեցուն եմ, Կիլիկիո եկեղեցուն, որի հետևանքով եկեղեցին ստական նյութական կորուստներ ունեց, այսինքն կարելի է դրանով սկսել, նյութական կորուստներով սկսել մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Հիմա գանք Հայաստանի արևելյան սահմանը, այսինքն Հայաստանի սահման Վրաստան եւ Ադրբեջանի հետ։ Հիմա ո՞նց դա որոշվեց։ Բնականաբար ինչ-որ ձևով դի որոշեն, չէ՞, որտեղ Փարիզում հավաքվել են, դի նոր ստեղծված պետությունների սահմանները որոշեն։ Եվ այն ժամանակ, ինչպես նաև միշտ, շատ հստակ էր, որ վարչական սահմանները չեն կարող հանդիսանալ որպես միջազգային սահմաններ։ Սա վարչական կամ ռուսական կայսրության վարչական սահմաններ են, դա պետական սահմաններ չեն։ Դրա համար ստեղծվեց հատուկ հանձնաժողով։ Այս հանձնաժողովն է, եթե տեսնում եք, հենց Հայաստանի սահմանների որոշող բան է։ Շատ հետաքրքիր է, որ որոշում էր Հայաստանի սահմանները եւ ոչ թե Ադրբեջանի, այսինքն որոշելով Հայաստանի սահմանները ինքնին նրանք էլ են որոշում, որտեղ եւ առաջի հարցը, որով զբաղվել է ազգերի լիգան, չէ՞ գիտեն, առաջի պետության հարցը, որով զբաղվել դա եղել է Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետության հարցերով է զբաղվել եւ այդ գրավությունը կա, այսինքն հիմա այս ստեղծվեց, այդ որ Ճապոնիայի մասին հարց կար, այս 4 երկրները, եթե տեսնում եք, Բրիտանական կառավարություն, Ֆրանսիա, Իտալիա եւ Ճապոնիա, սրանք էին որոշող, ինչու՞, որտեղ սա ազգերի լիգայի խորհուրդն էր։ Այսինքն ինչ որ այսօր կոչվում է անվտանգության խորհուրդ, այսինքն սրանք են լիազորված հանդես գալու բոլորի անձից։ Եվ այս հանձնաժողովը որոշեց այս սահմանները։ Ինքը ինչ որոշեց։ Մի քանի սկզբունքներ։
Առաջինը, վարչական սահմանները չեն կարող հանդես գալ որպես միջպետական սահմաններ, որտեղ դրանք որևէ տրամաբանական, պատմական, իրավական հիմք չունեն։ Երկրորդ, սահմանները Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Վրաստան պիտի որոշվեն ազգագրական տվյալների հիման վրա։ Այստեղ սկսեց գործել ազգերի ինքնորոշման սկզբունքը։ Ի տարբերություն Թուրքիայի, որտեղ համարվում էր, որ բանը։ Այնտեղ գրած է իհարկե in principle, սկզբունքորեն դրա հիման վրա, որտեղ հասկանալի է, որ ամեն տեղ չի որ սահմանը հստակ էր կարելի էր գծել, բայց բաներանը որ կարելի է բնակչության տեղաշարժի փոխանակման հետևանքով հստակեցնել։ Ուրեմն նայեք, սա խալխալակն է։ Ազգերի լիգան միանշանակորեն որոշել, որ խալխալակը դա Հայկահայաստանն է։ Չի կարող լինի ուրիշ բան, որտեղ բնակչության 90%-ը հայ է։ Ոնց կարող է բնակչության 90%-ը հայկական տարածքը լինի մի այլ պետության կազմի մեջ, զուտ այն պատճառով, որ դա կազմել է, ասենք Թիֆլիսի նահանգի մաս։ Թիֆլիսի նահանգը ռուսական կայսրության բան էր։ Այսինքն վարչական միակ։ Սա այդ Բաթումի պետության սահմաններն է, որ ասում են, որը պետք է լինի առանձին միջազգային հովանու ներքո, որը պետք է լիներ նաև բոլորի համար։ Եվ այստեղ դուք տեսնում եք Հայաստան-Ադրբեջան սահմանն է։ Հիմա ավելի, տեսնեմ, որ ավելի պարզ է։ Եթե տեսնում եք, սա այսօրվա Լեռնային Ղարաբաղն է, սա Դաշտային Ղարաբաղն է։ Հետևաբար այդ որոշումով ոչ միայն Լեռնային Ղարաբաղն է Հայաստանին, այլ նաև Դաշտային Ղարաբաղն է Հայաստանին։ Այս որոշումը կա, այս որոշումը ուժի մեջ է, այս որոշումը կա։ Սա փետրվար 24-ի 20 թվականի որոշումն է։ Պարզապես որոշումը հստակորեն ասում է, որ որոշումը ուժի մեջ կիրականացվի հայ-թուրքական սահմանը որոշող վճռից 90 օրվա ընթացքում։ Այսինքն, այս մի հատ որոշել էին, նա փետրվարին ասին դրել մի կողմ, հետո այդտեղ Ուլսոնը որոշի հայ-թուրքական սահմանը, այնտեղ մնում են մի սահման, Իրանի է, դա համարվեց անվիճելի, ոնց որ կա Արաքսի հետ, այդ ձևին պետք է լիներ այնտեղ բան չկար, քննարկման հարց չկար, որտեղ Իրանը պատերազմի չէր մասնակցել։ Հիշեք, Իրանը առաջին բանը չէր ման եւ չէր էլ պարտվել։ Ինչու են որոշում Հայաստանի սահմանները եւ ոչ թե Վրաստանի եւ Ադրբեջանի։ Հայաստանը հաղթող երկիր էր, իսկ Վրաստանն ու Ադրբեջանը պարտված երկիր են, ոչ ոք իրա չէր էլ հարցնելու դուք ինչ եք ուզում։ Դուք պարտվել եք, դուք ուրեմն պետք է ընդունեք այն ինչ որ մենք ընդունենք։ Դրա համար է որ այս երկրները օրինակ նույն մուսավատականները եւ քեմալականները շահագրգռված են բոլշևիկների հարավ գալով։ Եվ սա ինչու չիրականացվեց։ Նախիջևանը։ Հա? Նախիջևանի հարցը։ Հա, չէ, Նախիջևանի հարցը անլուծելի հարց էր, այսինքն դա երբևէ որևէ միջազգային ֆորումում կասկածի տակ չի դրվել Նախիջևանում գիտինի, որտեղ Նախիջևանը Երևանի նահանգի մաս է եւ որպես Երևանը անվիճելի երկու նահանգ կար, որ անվիճելիորեն համարվում էր հայկական։ Դա Երևանի եւ Կարսի նահանգներն էին։ Վեճը գնում էր Ելիզավետպոլի նահանգի որոշ շրջանների մասին եւ Թիֆլիսի նահանգի, որտեղ Թիֆլիսի նահանգի մեջ էր մտնում նաեւ Ախալքարակ եւ Լորի։ Եվ այսօր որ խոսում են այդ իսկ կոնկրետ Նախիջևանի մասին վեճ երբևէ չի եղել։ Դա ուղղակի երբ որ բոլշևիկներն ու քեմալականները հավաքվեցին մայիսին, քեմալականները հարցը դրեցին միգուցե բավականին անհույս։ Այսինքն շատ հետաքրքիր է, բայց հասան մարդիկ դրան։ Հասան դրան, որ ասենք ռուսները խոստացան, դա, այսինքն գիտեք ինչի չստացեց, օրինակ ինչի չվերցեցին Նախիջևանը թուրքերը իրանց։ Շատ պարզ պատճառով, որովհետև ասում են, կար արդեն 20 թվականի օգոստոսի 24-ի համաձայնագիր, որով որոշվել էր, որ Ախուրյան եւ Արաքս գետերը պետք է լինեն ռուս-թուրքական սահմանը։ Հիմա եթե իրանք Նախիջևանը ուզեին, նշանակում իրանք խախտում են իրենց պայմանավորվածությունը, իրենց ձեռ չէր տալի։ Բայց քանի որ թուրքերը միևնույն իրենց բուն նպատակը հայերին վատություն անելն է, եթե անգամ մեզ չի ասնում, ապա նենց անեն, որ գոնե հայերից փոքեն ուրիշներին տան։ Եվ այդտեղ էր, որ իրանք խարժ դրեցին, որ դա պետք է տրվի Նախիջևանին։ Եվ այդ ցավը եղավ, ավելին նաև Մոսկվայի պայմանագրի մեջ իշեր կետ կա, որով ռուսները պարտավորվեցին հարավային Կովկասի, Անդրկովսի երկրներին պարտադրել այդ որոշումները։ Այսինքն եւ ինքնին աբսուրդ է Մոսկվայի պայմանագիրը բոլոր առումներով, որովհետեւ երկու չճանաչված ուժ քեմալականները եւ բոլշևիկները որոշում են երրորդ երկրի ճանաչված երրորդ երկրի հողերը տալ չորրորդ երկրին։
Որոնք էլի չճանաչված։ Որոնք չճանաչված էր, այսինքն եւ այլն, այսինքն շատ բան է, այդ ձև էր, իրանք որոշեցին, արեցին, նույն ձևի եղավ բանը, գիտեք, կարծում դա վերահաստատվեց։ Против լոմը нет։ Եվ այլն։ Մի բան էլի, օրինակ նախորդ քարտեզը որ կար, հիմա Լեռնային Ղարաբաղը այդ հատվածից ուղիղ իջնում է դեպի բան Արարս։ Բայց այդ Հորադիզի բանի կողմը, հա։ Ես ժամանակին առաջարկել, որտեղ ամերիկացիներից մեկը վայն ազգանունով հանդես եկավ, որ եկեք, քանի որ հայերն ու ադրբեջանցիները չեն կարող փոխադարձ համաձայնության գա, եկեք իրավարար վճռով որոշենք սահմանները, պարտադրենք երկուսին։ Ես էլ իրան գրեցի, որ բացեք կա այդ Foreign Policy Journal-ի մեջ, Foreign Policy Journal-ը։ Բանը կարա գտնեք, մոտավորապես տենց էլ, իսկ ինչու նոր իրավարարություն անել, երբ որ արդեն կա։ Ինչու վերադառնալ այդ բանին, եկեք պարտադրենք Ադրբեջանին, թող ինքը ազատագրի Դաշտային Ղարաբաղը, մեզ տա, մենք էլ այս մասը իրան կտանք։ Կամ եկեք համաձայնենք, որ այս մասը մեզ է իրանում, ասեն այսօրվա դե ֆակտո վիճակը դե յուրե ամրագրում ենք։ Նախիջևանի մասին ձևեր, որ չենք խոսում, թե Նախիջևանը պետք է 10 ցենտ, դա մերն է։ Այս հարցը, մեզ իրանք համարվել, որ այս մարդը մենք ավել ենք, դրա մեջ շատ լավ։ Այս մասի փոխարեն, այս մասը իրանց համենում, այսինքն ինչ որ սահմանները այսօր մենք վերահսկում ենք, դա դառնում է օրինական Հայաստան-Ադրբեջան սահման, ինչ որ բան այս հարցում լուծվում է։ Դրանից հետո Դավիթ Կարթացել այդ մարդը իստերիագիրի կնգավ, ասես բաներ գրել, որ ես ինչա, ես տենց բան չեմ առաջարկել, տեսանք լեյ որ ողջունում ենք ձեր առաջարկը, լավ առաջարկ է, եկեք անենք։ Նա բայ ես տենց բան չեմ ասում, ես բացից բայ չես ասում։ Եվ այդ ամսագրի խմբագիրն էլ շատ մասնագետ էր, լավ։ Ինքը լրիվ օբյեկտիվ գնահատեց, որ ինձ իհարկե մեղադրեցին տարբեր բաներում, բայց այդ խմբագիրը ասես չէ, պապա ճիշտ ասում, ախպեր, դուք ինչ տեսնեք, իհարկե թուրքերը մեջտեղ ընկան, սկսեցին որ բաներ խոսան, բայց քանի որ հարցը ամբողջ գրագրությունը կա։ Հա, քանի որ հարցը իրավական հարթության վրա էր, այսինքն իրանք ոչ թե չկարացան, այսինքն տակից դուրս գան։ Հիմա սա կարելի է կոմպրոմիսային բան անել, այսինքն էս եթե ուզում են թող մեզ տան, մոտական էս կան, կամ էս մեզ ենք պահ, իհարկե անգամ ստեղ եթե նայեք Զանգեզուրը, բանը ստեղ է Նյուվադին բան։ Հա, որտեղ սա բանն է, գիտեք, սա Երևանի նահանգի սահմանն է, որովհետև Զանգեզուրը Ղարաբաղի հետ միասին Ելեզավետապոլի նահանգի մեջ է գտնվում։ Եվ սա արդեն Նախիջևանի մի մասն է, այսպես մասով արված է։ Այո։ Այդ հատվածում ներկայիս որ շրջաններն են։ Որը, ստեղ։ Բաց չի քաշել։ Այս մասը։ Այստեղ հորադիզն է։ Այստեղ հորադիզն է։ Հորադիզ Կուբատլուզ, Զանգելան։ Հա, Ջեբրայելը բան։ Հիմա նայեք, այս հատվածը մի քիչ տեղուակի դե ուրիշ ձև է սահմանը։ Հիմա մարզը մի փոքր այս ձև է գալիս բան, որովհետև այս որ տեսնում եք, ըստ էության, եթե բացեք 26 թվականին մենք ունենք այդ սովետական առաջի հանրագիտարանը ստեղ, բացեք դրա մեջ նայեք Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմանը, կնկատեք, որ նա այսպես ելուստուն էր եւ կպնում էր Հայաստանին։ Որտեղ անգամ ինքնավար մարզը կպացայել Հայաստանին, Լաչինի միջանցք հասկացություն չի եղել, հետո են արել, որտեղ ըստ էության այս սրիկայությունը շարունակական է եղել։ Այսինքն Ղարաբաղը դնել Վանի իշխանության տակ Ադրբեջանի այդ վարչական, հետո ստեղծել ինքնավար մարզ, որ նշվում է կտրտել դրանից մի բան, հետո անընդհատ էլի կտրտել։ Դա պարբերաբար 28 թվականին այդ մասը կտրվել է, սկսեցին այսպես կոչված Կարմիր Քուրդիստանին ստեղծում, դրա համար այդ կտրեցին, այդ տվեցին այդտեղ, հետո լուծարեցին անընդհատ։ Պարբերաբար այն ինչ որ 88 թվականին մենք ունեցանք, դա անգամ այդ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մնացորդն է, որտեղ շատ տեղեր կա, որ բոլորը հիշում են, այսինքն, որ ասում են այս հանդերը մերներ, այս սարը մեր գյուղիններ, հետո մեկ էլ ասեն 35 թվականին, դա արդեն իրանց ձեռներ իշխանությունը որոշեցին, որ այդտեղ պետք է այս հողը կտրեն տան, ասենք ինչ որ չգիտեմ, Ֆիզուլիի շրջանին կամ Աղդամի շրջանին եւ այլն։ Հիմա այդ հարցի պատասխանը, որ Աղդամը ումն է, այսինքն որ դուք նայեք Աղդամը հստակորեն, այսինքն այդ Հայաստանի մասնակցություն չի ակն։ Հա, հիմա ինչի՞ է նույն Աղդամը, որը բան չէր, փոքր քաղաք էր նախասովետականում, ինչու ստեղծեցին հսկայական մեծ քաղաք, հենց այդ պատճառով։ Մի Աղդամի մեջ ավելի շատ մարդեր ապրում, քան ամբողջ Ղարաբաղի մեջ։ Դա հատուկ քաղաքականություն էր, այսինքն իրանց կողմից բավականին
հերատես եւ այցե Բայց մենք աղդամիզացիայի ենթարկեցինք։ Դե լավ, հիմա քանի որ 5-ը պակասես, մենք ուրեմն այսօր խոսացինք ինչ իրավիճակ կա, հետո վաղը խոսանք, թե իսկ ինչ անենք, այսինքն են իրավական ճանապարհները, որ ինչ կարելի է անել։ Հիմա կարանք մեկ կամ երկու հարցի անդրադառնանք եւ հա 20 թվականին ԱՄՆ-ն ինչի չկանխեց ռուսական թուրքական զորքերի ներխուժումը Հայաստան։ Ինքը չուներ այդքան ուժ որ չթողեր գրավեին Հայաստանը։ Նախ առաջինը չուներ։ Բոլշևիկյան բանակը 5 միլիոնանոց բանակ է այդ ժամանակ եւ աշխարհում չկար նման բանակ։ 5 միլիոն եւ այսօր Չինաստան ասենք ունի 5 միլիոն բանակ, որ պատկերացնենք դա ինչ թիվ է։ Եվ 5 միլիոն բանակ, որոնք բավականին այսպես գաղափարապես ամուր էին, գնում էին համաշխարհային հեղափոխություն հաստատելու եւ սոված էին։ Դուք մի մոռացեք, որ կարմիր բանակը սնվում էր թալանով։ Նրանք գրավում էին, թալանում էին։ Երբ որ նրանք Գյումրի մտան, ամբողջ ամերիկյան որբանոցների բաները թալանեցին եւ տարան ուտել։ Այդ կերան, կշտացան, նրանք սոված բանակ էր։ Կարդացեք Բոդուինը դա Անգլիայի վարչապետն էր 20-ական թվականին։ Իր տղան հայկական բանակի գնդապետ էր։ Ինքը գերին գա բոլշևիկներին։ Մենք ունենք այդ գիրքը 2 Wars and 6 Prisons ինչ նման գիրքը, այդ մարդու ուշերը կարդացեք, ոնց բոլշևիկները եկան եւ վրա տվեցին այդ որբանոցի ուտելիքները սկսեցին ուտել, թալանել, այսինքն կա 5 միլիոն սոված բանակ, որը գալիս էր։ Այսինքն նրա դեմ կանգնել չէր ելնի զուտ ռազմականապես։ Մյուսը ամերիկան օրենքի երկիր է։ Նախագահը չի կարող որևէ զորք ուղարկել արտասահման առանց սենատի 2/3 համաձայնության։ Իսկ սենատը հաստատ չէր տա 2/3, որտեղ սենատում այդ ժամանակ մեծամասնություն էին հանրապետականները։ Կամ այդ զորքը ոնց պիտի հասնի։ Այդ իրենն է, տեխնիկապես, այնտեղ խնդիր կար, որ ամերիկան հոգնած է, նայեք, ամերիկան նախ պատերազմ հայտարարի, նոր կարողանանք, այսինքն պատերազմական վիճակը լինի, որ անգամ Բայց Ամերիկան մեր ստրատեգիական պարտներն էր այն ժամանակ։ Չէ, այն ժամանակ Չէ, վերջի։ Չէ, ոչ մի խնամակալություն։ Չէ, նայեք։ Ինքը մերժեց, հենց պատճառներից մեկը, որ նայեք, Ամերիկայի Միացյալ Նահանգները մենակ այդ չէ, իրանք անգամ չհաստատեցին Վերսալի պայմանագիրը Գերմանիայի հետ հաշտության։ Իրանք Գերմանիայի հետ պատերազմի մեջ էին, բայց Վերսալով իրանք խաղաղության պայմանագիր չստորագրեցին, առանձին երկկողմ, ինչու՞, որտեղ Վերսալի պայմանագրի առաջի 27 հոդվածը դա ազգերի լիգայի կանոնադրությունն է, որի դա չեղավ, որտեղ որի 22-րդ հոդվածի հիման վրա մանդատների բանը։ Եվ այնտեղ կետ կա, կարծեմ 20-րդ հոդվածն է, որտեղ պարտավորություն կա պաշտպանելու։ Եվ երբ որ հարցը մտավ Վերսալի պայմանագիրը, Սենատն ասեց, եթե մենք հաստատենք Վերսալի պայմանագիրը, այդ նշանակում է վաղը մյուսօր որտեղ կռիվ եղավ, ում ճնշեցին, պետք է ասենք զորքերն ուղարկեք։ Եվ քանի որ հանրապետականներն էլ դե արդեն մեծամասնություն են դեմ էին, օրինակ տեսեք, հանրապետականների մեջ կար մի հայտնի սենատոր Քաբոտ Լոջ։ Սա կազմակերպեց, որ օրինակ մանդատը տապալվի, չընդունեն Հայաստանի մանդատ ամերիկացի։ Հիմա, բայց գիտեք ինչու, որտեղ Քաբոտ Լոջը գտնում էր, որ այս տարածքը, որը տալիս են Հայաստանին, սխալ է։ Ինքը մի հատ քարտեզ էր մեծ գծել փոքր, ասեց բանի Պարսկաստանի կեսով, բանով, ասեց ամբողջ, ասում էր, էս է Հայաստանը, մենք պիտի գնանք էս ազատագրենք։ Եվ քանի որ Վիլսոնն ասեց, որ դա չեն կարողանենք, որտեղ Փարիզի վեաժողովը տվել է հստակ սահմանափակումներ բան, նա անելով հանրապետական մեծամասնության ղեկավարը ամեն ինչ անեց, որ դա տապալվի։ Այսինքն տեսեք, անգամ լավը ձգտելով կարելի է տապալել բանը։ Եթե Սենատը հաստատեր Վերսալի պայմանագիրը Ամերիկան մաս կազմեր ազգերի լիգայի, այդ դեպքում իրավական հիմք ունենար գնալու, բայց չարեցին իրավական Վիլսոնը գիտեր, որ այդ տարածքը չի լինելու Հայաստանում, բայց ինքը որ գրեց, որ Բերանը Ռիչարդ Հովհաննիսյանը Իհա գիտեր, որ Հայաստան չինելը պետք է լիգան գրավեն, որ ինչ-որ ձևականորեն բաներ ստորագրեն։ Բայց այդ ձևականորենը դու մի հատ գնա կադաստր, ասա թող մի հատ թող ձևականորեն մի հատ թուղթ պեչատեն տան, որ մի հատ միսենյականոց քեզ տուն են տալիս, կտան։ Հսկայական երկիր է, երկիրը մերը չի։ Գնա վերցնու, ինքը արել է։ Ինք իրան ինչ են ասել են, Հուսեն, մի հատ որոշի Հայաստան-Թուրքիա սահմանը, ինքը որոշել ասնա հայեր ջան, ես մի հատ ուտ եմ ձեզ տվել, որ ես ձերն է,
Եվ ես թուղթ եմ տվել, որ հուր հավիցյան, քանի ամերիկան կա, որտեղ ամերիկան մեծ կնիքով է կնքված, ոչ թե նախագահի, այս ուժի մեջ եղող փաստաթուղթ է, դες ես տվել է, ասպա հերիք չի տվել են, հիմա են ուզում եք, որ ես կամ ոչ կլնի, ստեղ ուրիշ խնդիր կա, այդ որ ամերիկացիք ես էլ եմ իրանց ասում, ամերիկացիք ասում են, դուք կառավարություն ունեք, երկիր ունեք, թող իրանք մեզ դիմեն, մենք չենք կարա մտնենք ասենք, որ գիտեք, այս ուսերը որոշում է կայացրել, եկել են, ձեր կառավարությունը թող դիմի մեզ, որ ես խնդրում եմ ձեզ այս բաններին, որ մենք մտնենք խաղի մեջ, ձեր կառավարությունը ասում է 25 տարի աշխատությունը ձեր չի անում։ Մեր կառավարությունը Ցյուրիխյան արձանագրություններ է ստորագրել։ Որտեւ ինքն է Չէ, նայեք, հարցը հետևյալն է, կա շահառուկով, կյանքում էլ այցել, քանի դուք ձեր փաստաթուղթը չեք գնում, չգիտեմ իրավաբանի մոտ, դատարան եւ այլն, ոչ ոք ձեզ չի կարա պաշտպանել։ Եթե սեն տեսականորեն հարցը վերցնենք, վաղը Ամերիկան ուզենա մտնի այս հարցի մեջ, իրան բոլորը կասեն զուտ իրավական առումով, որ դու կատարել ես քո պարտականությունները, տվել ես որոշումը, մնացածը արդեն Հայաստանի գործն է։ Երբ որ Հայաստանը քեզ կդիմի պաշտոնապես, անգամ հասարակ բան վերցնենք, երկրաշարժա չէ լինում։ Մարդիկ օգնության կարիք ունեն, մինչև երկիրը չդիմի պաշտոնապես, ասի եկեք ինձ օգնեք, ոչ ոք չի կարա գնա օգնել։ Թուրքիան Հայաստան դիմել է, որ Հայաստանը օգնեց Թուրքիան։ Հայաստանը չի օգնել Թուրքիային, Թուրքիան սահմանները չբացեց, հենց դրա համար չդիմեց Հայաստանին։ Բայց մի հատ գնաց, չէ՞, Հայաստանից։ Ոչ։ Թուրքիայի վրա գնաց Սիրիա։ Գնաց Սիրիա։ Բան գնաց, բանա ուտել կետարել Թուրքիա բան։ Հայաստանից։ Էդի եղելա ոչ թե Հայաստանի օգնությունն է եղել, այդ եղելա ՄԱԿ-ի հատուկ որը ստեղից ապրանք առավ եւ տարավ, դա լրիվ ուրիշ բան է։ Իրավական կարգավիճը դա Հայաստանի պետության օգնությունը չէր։ Ոնց որ թուրքերը որ ասում են, որ մենք 90-ական թվականներին ցորեն ենք տալիս Հայաստանին, իսկապես Թուրքիայից ցորեն էր մտնում Հայաստան։ Դա թուրքական ցորենը չէր, դա Եվրոմիության ցորենն էր։ Ուղղակի Եվրոմիությունը տալիս էր այն գլխից ցորեն Թուրքիային, Թուրքերն էլ դրան համարժեք չափով, հլմի բանել քիչ, այս գլխից մեզ էին տալիս։ Թուրքերս որ մեր աչքն են այդ կողում, ասում են դες ցորեն էին տալիս, 100,000 տոննա ցորեն, կներեք իրանք մեզ մի գրամ ցորեն չեն տվել։ Դա Եվրոմիության օգնությունն է։ Դու ֆիզիկական շարժն ես նկարագրում։ Հայաստանից օդանավ գնաց իրավական առումով, դա հայկական օդանավ չէ, դա վարձված էր միջազգային կազմակերպության կողմից, որը օգնություն էր տանում։ Ոնց որ հայկական օդանավերը Աֆրիկայում, այս վերջերս օդանավ ընկավ, չէ՞ լի հայ օդաչուները զոհվեցին։ Գնում են հայկական օդանավը տվյալ պայմանքը հայկական օդանավ չի, իրան վարձել են ինքնան անում։ Հետևաբար ուզում եմ ասեմ սենց է, պետք է շահառու կողմը դիմի, որպեսզի իրան կարողանան օգնություն։ Դե լավ, մնացած հարցերը վաղը